Հայաստան ծանոթ չէր, բրենդիով էին ծանոթ, կոնյակով։ Իրոք կանանց իրավունքները կամ առհասարակ կանանց դերը այդ մշակույթներում ավելի երկրորդային, ավելի փակ Որ ասում ենք արա բոլորից թվում է, որ կանայք այնտեղ ուսում չունեն, չունեն, չէ, այդպես չի։ Դրսում երբ որ բիզնեսմենը ինչ-որ մի բարեկեցության մակարդակի է հասնում, ինքը արդեն նաև սկսում է հետաքրքրվել արվեստով։ Արվեստագետները չգիտեն բիզնեսով խոսալ, իրենց համար իրենք շատ էմոցիոնալ մարդիկ են։ Մարդիկ բացարձակ չեն հասկանում այդ արվեստից, ուսած շատ լուրջ դեմքով իմիտացիա են անում, որ իրանք հետաքրքրված են։ Արվեստը ինչ է։ Ճաշակի հարց է։ Կարող է ոչ ալկոհոլային գինիներ լինեն։ Հնարավոր է առանց ալկոհոլի ուներ, բայց այդ գինի չի այլևս։ Ողջույն բոլորին, այսօր շատ հետաքրքիր հյուր ունեմ, գործարար, ով անցել է եւ կյանքի հետաքրքիր ճանապարհ, եւ արվեստի եւ բիզնեսի միքսում ստացել է մի քանի հաջողված պրոյեկտներ, իսկ մինչեւ իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ ներկայացնեմ մեր գործընկերներին, մեր ոդկասթի գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, եւ Phil-Armenia ընկերությունն է, որը կազմակերպում է միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Դե ներկայացնեմ իմ հյուրին Զառա Մազմանյան, Զառանտուս եւ Զոյե գինիների գործարանի համահիմնադիրն է, սեփականատերն է, Northern Terroir գինեգործարան, որը գտնվում է Տավուշի մարզ։ Okay, ինչի Տավուշի մարզ։ Մենք սովորենք աղեղայինները այնտեղ են։ Մենք տարբերվում, մենք այդպես ենք տարբերվում մեր տարածաշրջանով, որտեղ են գտնվում, մեր խաղի տեսակով, դա է մեր առանձնահատկությունը։ Ընտիր, դե արի հենց սկսենք գինիներից, ոնց է սկսել, ոնց եք հիմնադրել գործարանը եւ ձեր գինիները ես շատ վաղուց ծանոթ եմ, խմում եմ, մինչեւ դու եկար ակումբ եւ իմացա, որ ոնց որ ասած ձեր արտադրածն է, կրկնակի հաճելի էր դա։ Ոնց է եկել գաղափարը, ոնց եք սկսել, ու Տավուշում առաջին անգամ եմ լսում, որ Տավուշում կան հենց խաղողի այգիներ, որոնք հարմար են գինի արտադրելու համար։ Իրականում շատ սպոնտան է սկսել այդ միտքը, հենց այսպես սեղանի շուրջ նստած, ամուսնուս հետ զրուցում ենք եւ իմացանք, որ իր հոր կողմից կան այգիներ, որոնք լքված են եւ ունի տենց էնդեմիկ հայկական խաղի տեսակ սորտ, որը կոչվում է լալվարի։ Եվ այդ ժամանակ մոտապես 10 տարի առաջ գինու ոլորտը Հայաստանում սկսում էր բում ապրել, որոշեցինք փորձել եւ տեսնենք ինչ կստացվի։ Պարզվեց, որ շատ լավ, հետաքրքիր, թեթև, հիանալի, ֆանտաստիկ գինի ստացվեց, որը որ եւ նաեւ մեր նպատակային էր, որ հին հայկական գինու տեսակը հետ կյանքի կոչենք եւ այդպես եղավ։ Լալվարի գինու տեսակը մենք առաջիններից ենք եւ միակներից ենք, որ ոնց որ այո, վերածնունդ տվեցինք եւ նաեւ տուսը, տուսը ինչու տուս, դա էլ է հետաքրքիր ինֆորմացիա կուզեի ներկայացնել, միջնադարում Տավուշի շրջանը կոչվել է տուս։ Եվ հետո վերանվանել է Տավուշ են իրեն կոչել, ապա մենք որոշեցինք եւ խաղի տեսակը եւ անվանումը իրար հետ միասին այդպես վերածնունդ անել Տավուշի շրջանով։ Ընտիր, այսօր դուք եւ Հայաստանում եք ներկայացված եւ նաեւ Եվրոպայում, չէ, Հայաստանից դուրս որ երկրներում կա։ Մենք կանք շատ հետաքրքիր երկրներում, Եվրոպայում բնականաբար կանք, Բելգիայում կանք, Ֆրանսիայում կանք, Իտալիա, Վիեննա, կանք, Ճապոնիա, կանք Թայվան, Ամերիկա, Ռուսաստան, աշխատում ենք հիմա շատ ինտենսիվ Լիբանան։ Եվ այլ, կարող է հիմա այս բանը չեմ հիշում մնացածը, բայց կա։ Ճիշտն ասած, մեր նպատակներ Հայաստանում մի հատ լավ տենց հաստատվել, շատ կարևոր է, որ մեր մարդ չլինի, որ տուսի մասին չիմանա։ Եվ հետո նոր սկսել արտահանել եւ այս տարի հենց 2026 թվականը հենց արտահանման համար էր մեր մոտ նախատեսված, որ մաքսիմալ ուժ եւ տենց երանդով փորձենք հայկական գինին ներկայացնել Հայաստանից դուրս։ Ընտիր, ոնց է տեսնում մեր այսօրվա աշխարհում գինու դիրքերը, հա, որտեվ կոնյակով դե հայտնի է Հայաստանը, հիմա արդեն նաև ասում են էլ կոնյակը չի օգտագործվելու բրենդիով, հա։ Պայման բրենդի, այո։ Իսկ գինի կարգավիճակը ոնց է։ Գինի կարգավիճակը շատ ինտենսիվ առաջ ենք գնում, իրականում որ համեմատենք 10 տարի առաջ եւ այսօր, ասես փոքր համեմատություն տամ, մենք ամեն տարին մի քանի անգամ միջազգային գինու ցուցահանդեսների ենք մասնակցում, գինու հիմնադրամի օգնությամբ, որ ներկայացնենք Հայաստանը նախ եւ նաեւ գինին հայկական։ Տարիներ առաջ, երբ որ 5-6 տարի, 10 տարի ասեմ, ասում էր Armenia, չէին հասկանում, չէին
պատկերացնում, որ Հայաստանը ունի անթիվ անսահման 300-ից ավել հայկական էնդեմիկ սորտեր։ Իրենց համար դա զարմանալի էր, որտեղ բոլորը գիտեին մի քանի, ասենք Հայաստան ծանոթ չէր, բրենդիով էին ծանոթ, կոնյակով։ Իսկ հիմա հենց վերջերս ենք վերադարձել հենց ամենամեծ Wine Paris ցուցահանդեսից գինու, պատկերացրեք մարդիկ մոտենում էին, իրենք էին ուզում, որովհետև տեսնում են, որ նոր ընտրանի կա։ Հետո բոլորը հոգնել են նույն սորտերի, խաղողի սորտերից գինի գնել, խմել, եւ իրենց համար հետաքրքիր է բացահայտել նորություն։ Դա շատ կարևոր է։ Իսկ առավել հետաքրքիր ինֆորմացիա ձեզ տամ, մայիսին լինելու է համաշխարհային մեծ կոնկուր Մոնդիալ դե Բրուսել, մրցույթ կա գինիների, որը լինելու է Հայաստանում եւ 300-ից ավել մասնագետներ, սոմելիեներ, գինու Մայիսին այս տարի շտով մյուս ամիս, ամսի 19-ից մինչև 23-ը Կարեն Տեմիրճյան մարզա համալիրում, այո, տեղի ունենալու շատ մեծ այդպիսի հետաքրքիր մրցույթ, որը լինելու է Հայաստանում։ Ամբողջ աշխարհում գինիներ են գալիս Հայաստան, մասնագետներ են գալիս։ Շատ հետաքրքիր է։ Շատ ակտիվ զարգանում է։ Ահագին զարգանում է, առաջ է գնում եւ դա նաեւ ցույց է տալիս մեր գինեգործների որակը։ Գիտեք, դա մեզ համար քննություն է։ Իրականում բոլորս պիտի փորձում ենք եւ որակը, եւ պիտակիցը սկսալ ամենայն մինիմալ բաների վրա շատ ուշադրություն ենք դարձնում, որովհետեւ դուրս են գալիս մեծ շուկա։ Զարա, գնային սեգմենտը կասես, որ գնային սեգմենտի մեջ է տուսը Հայաստանում։ Միջին եւ բարձր, նայած որ տեսակը մենք ունենք կլասիկ տուսը, ունենք ռեզերվ տուսը եւ ունենք զոե խաղունը, միջին եւ բարձր։ Հասանելի բոլորին։ Duty free-ները մեր կա, չէ՞։ Այո, պարտադիր։ Շատ լավ։ Դե կուզեմ մի 20 տարի հետ գնանք։ Ինձ հետաքրքիր է Զարա Մազմանյանը, որտեղ է ապրել, որտեղ է կրթություն ստացել։ Գիտեմ, որ Հայաստանում չես ապրել ու դա շատ հետաքրքիր կյանքի էտապ է եղել։ Երբ ես եկել Հայաստան, այսինքն հետաքրքիր մի պատմական անցում անենք։ Նա ունենց հետաքրքիր 20 տարի ասում ես, տենց մի տեսակ քեզ թվում է, որ երեք էր դա, բայց 20 տարի մի ամբողջ կյանք։ Այո, ես 6 տարեկանից ապրել եմ Լիբանանում։ Այնտեղ սովորել եմ, դպրոց եմ գնացել, համալսարան, իմ ամբողջ զարգացումը եւ երաժշտական եւ արվեստի եղել է Լիբանանում, այնինքն տանյոք ենք տեղափոխվել, այսինքն իմ ծնողներին, իմ պապային, որը քանդակագործ արվեստագետ Մկրտիչ Մազմանյանն է, իրեն հրավիրեցին, որ ինքը այնտեղ հիմնի արվեստի դպրոց եւ մենք այդպես ընտանյոք տեղափոխվեցինք այդ ցուրտ ու մութ վատ տարիների սկիզբներ։ Սկիզբը շատ դաժան էր, ամբողջությամբ տարբեր էր։ Արաբական աշխարհ, Գիտեք, արաբական աշխարհ, լայֆսթայլը, հա, կյանքը, որակը, ընդեղ էր պատերազմից հետո, ընդեղ էր մութ ամեն ինչ, մեզ թվաց մենք գնալու ենք շատ sense լավ մի միջավայր, բայց այնտեղի ժողովուրդը այնքան sense սրտաբաց են, այնքան sense պոզիտիվ էին, որ այդ ամեն ինչը մենք չզգացինք։ Հատկապես հայերի հանդեպ, մենք իրենց համար շատ յուրահատուկ մարդիկ ենք, որովհետև իրենց թվում է մենք ծնվում ենք տաղանդով։ Եվ ունենք այն տաղանդները, որ իրականում Սփյուռքում ցավոք սրտի շատ քչերը ունեն։ Մենք մեր մոտ ընտանիքից է դա գալիս, բոլորիս նիստուկացից, հա, ոնց ենք մեզ պահում, ինչպես ենք մենք կարդում, նվագում, բոլոր պարտադիր երաժշտություն, ինչ որ երաժշտական գործիք պետք է նվագեն, եւ իրենց համար զարմանալի էր։ Մի խոսքով գնացի հայկական դպրոց, հետո համալսարան, մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ։ Երբ որ ավարտեցի, sense շատ հետաքրքիր ձև գործի ընդունվեցի, շատ հետաքրքիր ձևով, ճիշտն ասած, աշխատելուց հետո տեղափոխվեցի Սաուդի Արաբիա, Ռիադում եմ մի տարի ապրել, այնտեղ աշխատել եմ top լավագույն գովազդային կամպանիայում, կոչվում է Impact BBDO։ Համալսարան ավարտեցի junior art director էի, շատ կարճ ժամանակ հետո դառա արդեն art director։ Սաուդիից հետո շատ այդ կյանքն էր ինձ համար հետաքրքիր, տեսեք Լիբանանում դու չես փակվում, չես հագնում այդ աբայան եւ այլն, բայց Ռիադում ձև չուներ, բոլորը պետքա փակված կանայք լինեին եւ ինձ համար նոր էքսպիրիենս էր, ես իրականում հաճույք էի ստանում դրանից, որ հիմա պետքա փակվեմ, մազերս չերևա, այդ սև իրենց աբայա կոչվում, դա հագնեմ, շատ հետաքրքիր էր։ Զարա կներես էլի միջանկյալ հարցամ իրոք կանանց իրավունքները կամ առհասարակ կանանց դերը այդ մշակույթներում
ավելի երկրորդային, ավելի փակ, ավելի ճնշված է, թե այդ փակության հետև ամեն դեպքում որոշակի ազատություն կա, հարգանք կա, ոնց է, մի փոքր Հարգանքը, տեսեք, այդ մարդուց է, ընտանիքից է, հարգանքը միշտ կա, բայց այնտեղ հստակ է, կին կնոջ համար արգելված է սա, այս ամենը։ Տեսեք, մեքենա վարել արգելված էր։ Մի քանի տարի առաջ նոր թողեցին։ Հիմա այս պայդրությամբ Սաուդիայում շատ ավելի ազատ է կյանքը։ Կարամ ասեմ, ինչպես նաև Բահրեյնում ազատ է։ Բայց իմ ժամանակ, երբ որ ես այնտեղ էի, կինը մենակով ռեստորան չէր, կար ռեստորանները, ընտանեկան ռեստորան, մուտքը, երկու մուտք ուներ եւ կանանց համար առանձին։ Եթե դու ընտանյոք ես մտնում ես այնտեղ, եթե դու կին ես մտնում ես կանանց բաժին։ Հագուստ ես գնում գնելուց, sense պարզ sense հետաքրքիր օրինակ տամ, դու չես կարա փորձես, տանում ես տուն, փորձում ես, հետո հետ ես բերում։ Ֆիթնես աշխարհը, ֆիթնեսը, սպա կանանց համար առանձին, ամեն ինչ կանանց համար առանձին, նույնիսկ եթե դու արաբ չես, հա? Եթե արաբ չես, դու պարտադիր օթակայանից պետք է ծածկվես, պարտադիր, հա, շատ հետաքրքիր փորձ էր ինձ համար։ Սկիզբը վայելում էի այդ փորձը, բայց միտեղ հասավ, զգացի, որ ես այդ մարդը չեմ, որ ինձ կարան սահմանափակեն։ Ես ազատություն եմ սիրում, եւ դրա պատճառով մենք տեղափոխվեցի ես Բահրեյն, շատ ֆանտաստիկ մի տենց քաղաք էր, հա, տենց ասեմ, Բահրեյնը։ Այնտեղ շարունակեցի նորից լավագույն top առաջին advertising agency-ներում աշխատել, Saatchi, ես չէի ծանոթ ձեզ, ես այնտեղ էի աշխատում։ Աշխատեցի, բայց այնտեղ տեսեք փակ չէր, այնտեղ բաց էր, ինչպես ասենք Բեյրութում, Դուբայում, այդպիսի բաց էին, կար երկու տեսակի տեսնում ես մարդկանց, ովքեր հագնում էին աբայան, որտեվ դա կրոնն է, իրենց հավատում են, մարդիկ կան, որ sense պարզ, ազատ եւ այլն, շատ հետաքրքիր էր։ Ես այնքան մեծ փորձ եմ ձեռք բերել եւ Սաուդիից եւ Բահրեյնից, որտեվ մենք աշխատում ենք տարբեր միջազգային մարդկանց հետ, էլ կանադացի կար, բահրենցի կար, սաուդցի կար, եգիպտացի կար, չունեմ, Սկոտլանդից մարդ կար, ես կայ, հայ։ Քանի լեզու ես տիրապետում։ Ես գիտեմ արևմտահայերեն, արևելահայերեն, դա մեկ լեզու հաշվեմ, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն։ Օհո։ 5 լեզու։ Լիբանանում իրականում ֆրանսերենը պարտադիր էր սովորելը, բայց ես ինչ եկել եմ Երևան, որ չեմ օգտագործում, ահագին մոռացել եմ։ Երբ ընկնում եմ Ֆրանսիա, մի քանի ժամ հետո սկսում եմ խոսել, այո։ Գինին որ լեզվի հետ ավելի համահունչ քո թվարկած լեզվից։ Հայկական։ Հայերենին։ Այո, մեր տուս գինին միայն հայկական։ Մենք շատ փորձում ենք ամեն ինչ պահել հայկական, դա շատ կարևոր է։ Եվ որտեվ դրա հետև կանգնած է մեծ պատմություն։ Մեր culture-ը, մեր արժեքները, հա, ինչու՞ չէ, ինչու պահել, ինչու։ Մենք նույնիսկ շիշը գնում ենք Հայաստանից, որ պահենք դա, որ զարգացնենք հայկական ոլորտը, բիզնեսը, ցավոք սրտի, որակը ահագին զիջում է, երբ որ համեմատում ես, բայց հույս ունենք շշի։ Ընդհանուր առմամբ այն ամեն ինչ որ այստեղ փորձում են անել, որակը զիջում է ինչ որ չափով։ Գնալով զարգացումները կան, բնականաբար, որ համեմատում են 6 տարի առաջ եւ այլն։ Բայց ահագին աշխատելու տեղ ունենք։ Դա էլ ստիմուլ է ինչ որ, երևի challenge է, որ պետքա բոլորս դրա վրա կենտրոնանանք, աշխատենք։ Շատ լավ։ Մի հետաքրքիր հարց եմ ուզում տալ։ Եղել է փորձ, որ շփվես հենց արաբ կանանց հետ ու որոշակի պատկերացում կազմես իրանց կյանքը ոնց է լինում։ Իմ մոտ միշտ էս հարցը եղել է, ոնց են օրինակ արաբ տղամարդիկ այդքան հաջողակ, երբ փակում են կանացի էներգիայի աշխարհը sense հիմնարար ձևով, էլի։ Իմ կարծիքով դա հաջողությանը հակառակ մոդել է։ Եթե տղամարդն ուզում է հաջողվի, ինքը պետք է առհասարակ կանացի էներգիայի հետ համահունչ լինի, հարգանքով լինի եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ փակությունը ոնց է արաբ տղամարդկանց օգնում ամեն դեպքում լինել հաջողակ։ Գիտեք, տենց հետաքրքիր է, երբ որ ասում ենք արաբ, բոլորից թվում է, որ կանայք այնտեղ ուսում չունեն, չունեն, չէ, այդպես չէ, անձամբ ես շփվել եմ այնպիսի արաբ կանանց հետ, որ միջազգային այնպիսի համասարաններում են սովորել, ուսանել եւ նաեւ աշխատում են, ինչու ոչ։ Արաբ ունի երկու հասկացողություն։ Այն միջավայրը, որ ես եմ եղել, ես երկուսն էլ տեսել եմ։ Ես տեսել եմ այն, որ կինն է,
տան բոլոր պատասխանատվությունը, որը որ աշխատանք է նաև դու լավ դա անես, որպեսզի արժանաս լիքը հարգանքի եւ սերի, դա Ուստեղ նաև կա այդ բազմականության ֆորմա, հա, կա, պատկերացեք մեր Բահրենում, որ ապրում ենք, մեր պատոհանից ներքև նայելուց մեծ այսպիսի սեփական տուններ, գլխավոր մեծ տուններ, որտեղ որ հենց ինքն էր, ասենք, շեյխը օրինակի համար, իր կնոջ հետ եւ մի քանի հատ այլ տուն կողքը փուճուր կառուցած մնացած կանանց հետ։ Կա, բայց դա չի խանգարում, իրանք դա ընդունում են, ոնց որ ծնվել են իրանք այդ իրենց մեջ կա այդ կուլտուրան, իրենց համար դա չի խանգարում, ինչպես նաև փագվելը, հա, իրենց համար իրենց մազերը փագելը դա նորմալ է, հակառակ փոքր աղջիկները ուզում են իրենց մամայի նման լինել։ Դա նորմալ երևույթ է, շատ հավես է։ Եղել է հեչ դեպք, որ այդ կանայք քո հետ շփվելու ժամանակ, օրինակ, բարի նախանձով ասեն, այ Երանի մեր մոտ էլ լիներ, նենց ոնց հայերի մոտ է, հա։ Կա ինչ-որ տենց բաղձանք դեպի այն կյանքը, որով ապրում է ոչ արաբական աշխարհը, էլի։ Չէ, չեմ կարծում։ Այսինքն իրանք Չեմ ունեցել նման փորձ, որտեվ իրանց համար դա է լավը։ Իրենք ոչ ման զրկված չեն, իրենք ունեն ամեն ինչ, որտեվ իրանց գիտակցությունը այդքանի է համապատասխան։ Ով որ ունենա այդ ցանկությունը, ինքը պիտի ունենա այդ ցանկությունը, եթե ինչ-որ բանից զրկվում է ու ինքը ունի, եթե ունի այդ ցանկությունը ու գիտակցությունը, ապա ինքը հասնում է դրան, որտեվ կան դե լավագույն համալսարանները կան, հնարավորությունը ֆինանսապես կա, լավագույն խանութները կան, լավագույն ռեստորանները կա, ինչի՞ց է զրկվում։ Դա արդեն ինքնազարգացումից է գալիս իրականում, թե տուն ինչպես են զարգացնում երեխային կամ ասենք միջավայրը ինչպիսին է։ Երբ որ զարգացած ես, տեսեք մեծամասնությունը արաբների զարգացած, որ այդ ձգտումը ունի, իրենք սովորել են Անգլիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում։ Այո, ու բավական տեսել են, նայել են, տեսել, սայել են, տեսել։ Ու իրանք դա տեսնելով գալիս են կիրառում են իրենց մոտ, որտեղ ունեն ֆինանսական հնարավորությունը, պետությունը իրենց նաև հնարավորություն է տալիս։ Իմ կազմակերպության, որտեղ որ ես աշխատում էի, 90%-ը եթե ոչ 100%, հիմա ես բացատրեմ ինչու 100%-ը expatriate էր, ուրիշ երկրից եկած աշխատողներ էին։ Բայց օրենքով ասում է, հիմա լավ չեմ հիշում, 70%-ը կարա լինի արտերկրից, մնացած 30%-ը պարտադիր պետքա լինի local աշխատող, ինչ էին անում, հենց Սաուդիայում գրանցում էին, ասում էին դու տունը մնա, ես քո աշխատավարձը կտամ, ու իրենք մնում էին տունը, պարզապես որ օրենքը չխախտեին։ Դա էր իրավիճակը։ Հասկացա, շատ լավ։ Բայց այսօր զարգանում են, այսօր տեսեք հենց Ռիադում ամենալավագույն գալերիաներն են արվեստի բացվել, Ռիադում արվեստի կենտրոններ, նույնը Դուբայում, Աբու Դաբիում Լուվրն բացել։ Մարդիկ զարգանում են, տեսնելով, ունեն ձգտումը, ունեն հնարավորությունը։ Այո, ունեն ճաշակը։ Այո, եւ կարողանում են ճիշտ աշխատակազմ հավաքել, որպեսզի կարողանան իրականացնել իր ձեռքել այդ ամեն ինչը իրականում։ Ընտիր։ Դե միջև բիզնեսին գալ ես կուզենայի գնայինք արվեստի աշխարհ եւ մի քիչ բացահայտեինք Զարա Մազմանյանին հենց արվեստի կոնտեքստում, ոնց է եկել այդ աշխարհ, ինչ կապ ունես այդ աշխարհի հետ, ոնց հասկացա կրթություն ուտա եղել արվեստի հետ կապված եւ հետո կյանքի բերումը ոնց է ստացվել։ Հիմա գիտեմ նաեւ ցուցահանդեսներ ես կազմակերպում, չէ՞, մի քիչ արի դրանից խոսանք։ Խոսանք, ես կանգ առա, երբ որ ես Բահրենում էի աշխատում, ագին աշխատելուց հետո ես հասկացա, որ ես այլևս կոմպյուտերի դեմ չեմ կարող նստել, գրաֆիկ դիզայնի եւ art direction անելուց, ունենալով արվեստագետ պապա, մեծանալով արվեստագետների մեջ, մամաս օպերա երգչուհի, ես միշտ ուզեցել էի կազմակերպել ցուցահանդեսներ։ Որոշում կայացրեցի գնամ մասնագիտանամ։ Ես գնացի Լոնդոնում Sotheby's-ում մասնագիտացա, ինչպես ցուցահանդեսներ կազմակերպել։ Sotheby's-ը դա արվեստի մեծագույն առաջնային աուկցիոն կենտրոններից է։ Այնտեղ իրենք դասընթացներ են տալիս։ Դա անելուց հետո որոշեցի առաջին ցուցահանդեսը հենց Բահրենում անեմ։ Իմ առաջին ցուցահանդեսը 2009 թվականին Բահրենում արեցի Հայաստանից արվեստագետների հետ միասին եւ համագործակցեցի Ministry of Culture, հա, մշակույթի նախարարության հետ Բահրեյնի շատ հետաքրքիր մեծ ցուցահանդես իրականացվեց, այնտեղ էին տարբեր հայ արվեստագետներ եւ կարող եմ ասեմ առաջին արվեստը, որ վաճառվեց, դա Թենի Վարդանյանի գործն էր, որը որ շատ քրիստոնեական էր։ Հետաքրքիր։ Այո։ Գնորդն էլ արաբեր։ Գնորդն էլ արաբեր։
Եվ այդտեղից սկսեց այն, որ ես բացեցի, վերադարձա Լիբանանում բացեցի իմ գալերիան, կոչվում էր Esquisse Art Gallery եւ սկսեցի ինտենսիվ աշխատել, ցուցահանդեսներ, միջազգային Art Monaco, New York Art Fair, Art Basel, Art Maya, ամբողջ sense աշխարհով մեկ սկսեցինք ներկայացնել։ Իսկ ինքը բիզնես կոմպոնենտ ունի, այսինքն այդ ցուցահանդեսներում որոշակի գումար գեներացվում էր կազմակերպիչների համար, հա։ Տեսեք ինչպես որ բոլոր ցուցահանդեսներ միջազգային գնում ես, դու տեղը վերցնում ես, վճարում ես, վաճառքներ ես իրականացնում, կապեր ես հաստատում գալերիաների հետ, կոլեկցիոներների հետ եւ այլն։ Այդ բիզնես մոդելն է ինձ հետաքրքիր, արվեստը որպես բիզնես, շատ մեծ փողեր է այդ բիզնեսի մեջ պատտվում, հա, ամբողջ աշխարհում։ Մի քիչ կպատմես, որ երկրներն են այդ բիզնեսում հիմնական, այսպես ասած, առաջատարները, հա, որ արվեստի գործերն են ավելի թանկ ու ավելի հաճախ ժամանակակից արվեստի մասն պարզա, որ նկարներ կան, որոնք նկարվել են, օրինակ, չգիտեմ, 100-200 տարի առաջ անգին են հիմա, բայց այսօրվա ժամանակակից արվեստի որ շուկաները ասեմ, գործերը ասեմ, որոնք ավելի պահանջված են, ավելի փող կա դրա մեջ։ Շատ դժվար է, որտեվ դա ոչ թե պահանջված է, այլ դա ոնց է դու բրենդ սարքում։ Այդ ամենակարևորը։ Ես ինչու որ հենց արվեստագետը, հա, անձնային բրենդը պետք է լինի։ Այո, դու պահանջարկը պետք է ստեղծես։ Դա շատ կարևոր է։ Ոչ մեկ տենց չի գալիս գնահատում, մանավանդ ժամանակակից արվեստը դու պիտի այնքան արվեստի մասին կարդացած լինես, գիտակից լինես, որ դու հասկանաս, որ սա ունի, այս արվեստագետը ունի արվեստի դպրոց հետևում, սովորել է, դա շատ կարևոր է իրականում։ Իսկ պարզ մարդը, որ այդքան արվեստի մեջ խորացած չի, կառնում է դա, որտեվ իրեն գեղեցիկ է, ինչ որ սրտին կպավ, ինչ որ էմոցիա, այո, ինչ որ մի բան, այսպես դուր է գալիս, դրա համար պետք է բրենդ սարքես ու իրականում շատ է տատամում արվեստի հենց ոլորտը, որովհետև ես եղել եմ եւ օրինակ Art Miami-ում, որ ամենամեծ ցուցահանդեսներն արվեստի, ես sense ապշած էի։ Ես եթե ձեզ ասեմ գնորդների, ասենք 50-ից ավել տոկոսը ռուս էին։ Ես ապշած էի, մտածելով որ ամերիկացիներ շատ կլինեն եւ այլն։ Հենց իմ փաստացի գնորդները ռուս էին եղել։ Միջին գնման գինը մեկ արվեստի գործի պատանվում է, եթե խոսքը իմ մասին է, իմ արվեստագետների մասին է գնում, ես փորձել եմ այնպես անել, որ ունենամ բոլոր range-ը, ներգրավել եմ միշտ արվեստագետ, որ ունենամ $5,000, $6,000, բայց հենց օրինակ իմ պապայի աշխատանքները մինիմումով սկսում է 10 եւ ավելի, 100-200,000, նայած ինչ աշխատանքի մասն է խոսքում, 10,000, 20,000 եւ ավելի։ Եվ այդ ցուցահանդեսներից վերջում ես հասկացա, որ ավելովա ես կենտրոնանամ միայն իմ պապայի քանդակների վրա, իրեն ներկայացնեմ։ Ու հիմա հենց գալերիայի անունը փոխեցի, Mazmanian Art Gallery անվանեցի եւ ներկայացում միայն իր աշխատանքները։ Բնականաբար ես ունեմ կոլեկցիոներներ, որոնք ինձ զանգում են, ինձանից աշխատանք են ուզում, ես ուրիշ արվեստագետների հետ եմ կապ հաստատում եւ ներկայացում եմ։ Դա շատ ինտենսիվ եւ հետաքրքիր աշխարհ է իդեպ ասեմ բիզնես ոլորտի, բայց Հայաստանում շատ փակ է։ Մենք ավանդական բիզնեսի աշխարհի համար այս աշխարհը դեռ բացահայտված չի։ Հատկապես Հայաստանում ես գիտեմ, որ դրսում, երբ որ բիզնեսմենը ինչ-որ մի բարեկեցության մակարդակի է հասնում, ինքը արդեն նաեւ սկսում է հետաքրքրվել արվեստով եւ որոշակի գումար այդ ոլորտում է ծախսում։ Մենք Հայաստանում դեռ կարծում եմ չունենք։ Մի 10 տարի ժամանակ է պետք է լինի։ Գիտեք, Հայաստանում մի հատ sense process-ով ենք անցնում, որ բոլոր երկրները երևի շատ վաղուց անցել են։ Հայաստանում մի պահ եկա, որ բոլորը սկսեցին տները վերանորոգել, Հայաստանում մի պահ եկա, սկսեցին լավ մեքենաներ գտնել, հագ ու կապ, ժամացույց, պայուսակներ, այսինքն քիչ անձնական պահանջները բավարարում են։ Ինչ որ ժամանակ հետո կգա արդեն, որ իրենք կսկսեն գնահատել, այսինքն նրանք գնեն արվեստի գործը որպես investment, հա, որպես ներդրում։ Okay, արի հիմա դրանից խոսանք, արվեստի գործը որպես investment օգտագործելու համար ինչ մոտեցումներ կա, օրինակ, ինչ պետքա ձեռք բերի մարդը, որ հետո կարողանա թանկգնով վաճառի։ Ու ոնց է դա արվում, որտեղ է վաճառվում, որտեղից գնորդ գտնես։ Դրա համար գոյություն ենք մենք, մեր նման իմ նման մարդիկ, որոնք որ խորհուրդ են տալիս, նայած ինչ պահանջարկա։ Պատկերացրեք, ես եկել եմ, ասում եմ, մենք ունենք $100,000 կամայական։ Շատ լավ։ Գնացինք։ Արի մի անգամ, քանի որ մեզ շատ գործարաններ են լսում եւ մեր ակումբի անդամները եւ առհասարակ գործարաններ, ովքեր ապրում են Հայաստանում եւ միգուցե մարդ կա, ում համար սա հետաքրքիր լինի, ռեզոնանս լինի։ Okay, $100,000 փող կա, հենց արվեստի ոլորտում ենք ուզում ներդնենք։ Ինչ ենք անում։ Եկել ենք շատ տարբեր հարցեր կան։ Նախ ուզում ենք քանդակ, թե ուզում ենք
նկար կամ ֆոտոգրաֆի տարբեր Այլ նկար, հələ նկարի տարբերակի վրա կենտրոնանք։ Նկարի տարբերակի վրա կենտրոնանանք։ Իսկ ինչի համար ենք ուզում ենք տանենք սենյակում պահենք, որովհետև $100,000-անոց նկար ենք խոսում, չենք կարող, թե ուզում ենք պատի վրա դնենք ու բոլորը տեսնեն դա։ Տեսնեն եւ ինչ որ մի ժամանակ էլ վերավաճառենք ու շահույթ ունենանք։ Նաև գոյությունի ճաշակի մոտեցում, այդտեղ դու սկսում ես արդեն ներկայացնել տարբեր արվեստներ, արվեստագետներից գործեր, որ հասկանաս դիմացին ինչ ճաշակի ոնց որ պահանջարկ ունի։ Օրինակ իմ պարագայում եղել է, երբ որ ինձ զանգել են ասել են, ես եմ հայ արվեստագետից գործ, ինձ դժվար է եղել, ես այդ մարդուն հարցեր եմ տալիս, ասում եմ, որևէ բան քո ճաշակով, որևէ բան քո, ասում եմ, լավ, իմ ճաշակով եւ ես իմ ճաշակով ներկայացեցի, բայց վերջում կտավից անցանք քանդակի, որովհետեւ այնտեղ, որտեղ որ ինքը ուզում էր այդ արվեստի գործը դնել, քանդակի համար ոնց որ նախատեսված։ Ես դա էլ եմ անում, ես այսինքն կարամ գնամ, տարածքը տեսնեմ, խորհուրդ տամ, ինչ չափի, ինչ ձևի, ինչպիսի արձան պետք է լինի, կամ նկարը որտեղ պետք է դրվի եւ այլն։ Բաստացի դա շատ mutual, հա, խոսակցության ժամանակ ես հասկանում ինչ են ուզում եւ սկսում ես արդեն ներկայացնել տարբեր արվեստագետներ։ Բայց մաքուր բիզնես խոսակցություն է։ Ունեմ $100,000, ուզեմ ներդնեմ արվեստի մեջ, որպեսզի աշխատեմ, օրինակ $120,000, 20,000 ավելով հետո վաճառեմ։ Ինչ տարբեր։ Եթե հայ արվեստագետի մասն ենք խոսում, ներկայացնում ես հայ արվեստագետին, ասում ես սա ունենք, նկարներ ցույց ենք տալիս, եթե նախնական հավանում են, գնում ենք իր որտեղ որ նկարումը, հա, արվեստանոցը, ծանոթանում ենք արվեստագետի հետ, իր մնացած ցույց է տալիս, համաձայն ենք, դիլ, վերցնում ենք, գնում ենք տուն։ Իսկ գնագոյացումը ինչքանով է արդար, ինչքանով է օբյեկտիվ։ Այդ արդեն բնականաբար, եթե մենք խոսում ենք 100 հենց 100-ի վրա չենք կանգնում, այսինքն այդ արվեստագետը ունի տարբեր range։ Տեսեք, արվեստագետներ կան, որ իրենց գինը դնում են իրենց ցանկությամբ։ Այդպես չի։ Այդ գնագոյացումը ո՞նց է։ Այո, արվեստագետն պետք է վաստակի այդ գինը նախ տարիների փորձը, երկրորդը իր ներկայացությունը աշխարհով մեկ, գոյությունն են կայքեր, որտեղ որ դու կաս կամ չկաս, արվեստագետի գործը հստակ սահմանը աուկցիոնում մասնակցելով։ Այսօր մենք ունենք շատ արվեստագետներ, որ սենց որոշել են, որ արդեն ահագին տարի աշխատում են եւ իրենց $5,000 նկարը օրինակ պետք է լինի $15,000։ Բնականաբար պահանջարկից էլ է գալիս, եթե դու ցուցահանդեսի ես մասնակցում եւ ամբողջը վաճառում ես, քո գինը ավտոմատ պիտի մյուս անգամ բարձրացնես, բայց ոչ թե 50%, 100%։ Այո։ 5%, 10% եւ այդպես ամեն տարի։ Դա շատ կարեւոր է։ Կարեւոր է իմանալ արվեստագետի անցած ուղին։ Արդյոք այդ արվեստագետը ինքն ու սա անցել է ինչ որ թե ինքն մենք ունենք, չէ՞, հիմա ժամանակակից հայտնի նկարիչ Տիգրան Տիտողցյան, այո։ Հա, մի առիթով եղել եմ իրանց ցուցասրահում, տանը, Ջերվեժում ու շատ տպավորվել եմ իր նկարներով։ Դա ինքը շատ հետաքրքիր, շատ լավ արվեստագետ է, երիտասարդ, իր կյանքն էլ է շատ հետաքրքիր դրսևորվել, որ ինքը այսօր ունի այդ անունը եւ ես անչափ ուրախ եմ իր այդ հաջողության համար իրականում։ Շատ դժվար է, ամեն մարդ չի կարող անել։ Տեսեք, մանավանդ մեծ է, տարիքով մեծերին շատ դժվար է այսօր ընկնել մի այնպիսի միջավայրում, դա լինի on-line հարթակներում եւ այն, որ կարողանան իրենց ներկայացնել, ինչ որ մեկը պետքա դա իրենց համար անի։ Այսինքն պրոդյուսեր կա այդ բիզնեսում էլի, հա։ Պարտադիր պետքա մենեջեր ունենաս, այլապես կամ պրոդյուսեր, այլապես շատ դժվար է լինում։ Արվեստագետները չգիտեն բիզնեսով խոսալ, իրենց համար իրանք շատ էմոցիոնալ մարդիկ են։ Իրանք չեն կարա, շատ դժվար է։ Լավ, սենց հարցնեմ, հնարավոր է սենց բիզնես մոդել գնալ Գեղարվեստի ակադեմիա կամ որտեղ որ տաղանդավոր երեխաները արդեն կամ Թերլեմեզյան, չէ, Հայաստանում։ Այո։ Գնալ, նայել 16-17 տարեկան տաղանդավոր երեխաներին, շատերը դեռ չունեն ֆինանսական ռեսուրսներ, չունեն այդ պրոդյուսերը, օրինակ ես տարիքում ընտրել 3-4 տաղանդավոր երեխա, օգնել, վճարել կրթության ծախսեր եւ այլն, ուղարկել արտասահման սովորելու, հետո այդ մարդկանց օգնել դուրս գան միջազգային շուկա եւ իհարկե այդ վաճառքից նկարների կամ արվեստի գործերի վաճառ։ Ինձ մոտ է պարտադիր է, բայց այսօր ոչ մեկ չի ուզում արվեստին անդրադառնալ։ Ոչ մեկ։ Դա է խնդիրը։ Այսօր մենք ունենք լիքը բիզնեսմեններ, ահագին շատ, որոնք կարան այդ գումարը ներդնեն արվեստի մեջ։ Եթե մեր ակումբում մենք ստեղծենք ներդրողների խումբ ստեղծեցինք, ու քո միջոցով մեծ հաճույքով գնանք, ընտրենք, համետ երեխաների համար մեծ օգնություն կլինի, վճարենք, չգիտեմ, ուսման վարձը, դուրսը դուք կուղղորդես, կհուշես, որտեղ պետք է ուղարկել։ Ես նույնիսկ կարամ իրենց ահագին բան սովորեցեմ, որովհետև ես հենց նոր վերջերս եմ ավարտել նաև Rome Business School-ում մագիստրատուրա սայթի Art Management, որը որ ոչ միայն արտի մասին է, միայն արվեստ, քանդակ, նկարչություն, այլ ինքը հենց ամեն ինչի մասին
դասն է, ինչպես manage անել օպերան, ինչպես manage անել ֆիլհարմոնիկ օրկեստրը։ Որը բերի շահույթ, չէ։ Բնականաբար։ Հա, բիզնես մենեջի մասնախոս։ Ամեն ինչը բերում է շահույթի, բերում է նրան, որ դու ունենաս լավ օպերային երգիչներ, որը գայս է դպրոցից, հա, որը գայս է համալսարանից, կոնսերվատորիայից, այսինքն դու ընդեղից պետք է աշխատես։ Մենք ուզում ենք այսօր շատ լավ երաժիշտներ, որոնք չունեն հնարավորությունը սովորելու արտերկրում, որովհետև չունեն մարդ, ով կարա իրանց սպոնսորություն անի։ Եթե կարանք դա անենք, եւ երաժշտությունը, եւ արվեստը, մեր բոլոր հայ արվեստի ոլորտի, հա, ասենց ասեմ, երբ որ արտերկրում եւ ցուցահանդես են անում, եւ ներկայացում են ինչ-որ մրցույթներ, անհնարին է չհաղթեն։ Իրանք միշտ տարբերվում են։ Իրանց փուշա պետք, մեկը մի հատ sense ինչ-որ օգնություն։ Նաեւ օգնություն, որ իրանց աշխարհայցը փոխվի, որովհետեւ մենք Հայաստանը պուճուրի կա, մենք մեջը բոլորս ոնց որ նույն տեղն ենք պատտվում։ Պետք է օգնենք, որ դուրս գան, եթե կարող ենք, ապա իրականում շատ հետաքրքիր բաներ կարանք անենք։ Նայ, բիզնեսմենները գինուց գնացինք արվեստ։ Հիմա կվերադառնանք գինուն։ Բայց գինին էլ արվեստի դե։ Համաձայն եմ։ Գինու մասին մենք ահագին էլի խորքային բաներ ունենք քննարկելու, բայց ես ուզում ստեղ մի փոքր էլ քննարկենք ու գնանք գինի։ Ուրեմն գործարարները, թե մեր ակումբի, թե իմ շրջապատի, իրանք գիտեն ոնց օրինակ մի միավոր կապիտալը դարձնեն 2 միավոր կամ 2-ը 3 եւ միջին տոկոս գոյություն ունի շահութաբերության։ Օրինակ մենք ակումբում ունենք ներդրումային մեծ ֆոնդեր, օրինակ Cube Invest-ը, ով մի քանի 100 միլիոն դոլար կապիտալ է կառավարում եւ այդ ֆոնդերում շահութաբերության տոկոսը 10-15%, շատ լավ ակտիվների դեպքում 20%-ը, հա, բայց ես հասկանում որ կա արվեստի աշխարհ, որտեղ եթե գործարարին որոշակի գիտելիքով եւ կամուրջով կապել ես աշխարհի հետ, այստեղ կարա բազմաշերտ օգուտ ստեղծվի։ Համ բիզնեսմենի համար իր մի միավորը ոչ թե 10% կաչի, այստեղ իմ կարծիքով գնագոյացում այդքան բան չի, ասես միլիմետր չի գոյանում։ Դու կարաս մի նկարի մեջ 50-100 հազար դոլար գումար աշխատես։ Կարաս, իհարկե կարաս, բայց այստեղ ամեն ինչ սկսվում է մի քիչ այլ կողմից։ Ու կներես մի հատ հարցստամ ու միանգամից եւ այս ոլորտում չկա ինչ որ միջազգային, չգիտեմ, ինչ որ չակերտների մեջ մաֆիա, հա, սենց ասենք օրինակ այս շրջանակներում է թանկ գործերը վաճառում, դու չես կարող մտնես ըտե։ Օրինակ եթե հիմա դու ուզենաս որոշ բիզնեսների մեջ մտնես, վաղված է, վաղուց այդ նշանները, հա, նավթն է, ադամանդն է, մյուսն է։ Հիմա արվեստի աշխարհում հնարավոր է արդյոք այս կապիտալը, որը կա այս գործարանների մոտ, բերել ստեղ ու մտնել այդ աշխարհ։ Այդ մաֆիան կա, բայց հենց դա դու պետք է գումար պատտացնես այնտեղ, որ հասնես այդ մաֆիայի մեջ մտնես, հա, մաֆիա տենց ասենք կամ կլաբ ասենք։ Կոնցեպտուալ հետեւյալն է, դա նույնիսկ աուկցիոնը, երբ որ արվեստի աուկցիոն են կազմակերպում, այդ ամբողջը թատերական internal sense հետաքրքիր աշխարհ է։ Ես ինքս ներկա եմ եղել, ես ինքս հասկացել եմ, որ իրանք առնում, իրանք ծախում, իրանք գինը բարձրացնում, պահանջարկ են ստեղծում, ինտրիգ են ստեղծում ու վсё գնաց։ Դա է։ Այսինքն մենք կարանք մեր հայ արվեստագետներից ընտրենք որոշ աշխատանքներ, սկսենք տեղից օրինակի համար, եթե մտցնենք այդ ինտրիգը, մտցնենք աուկցիոն, որ իրենց անունը լինի միջազգային այդ կայքերում, որ ժողովուրդը բացեն տեսնեն իր գնագոյացումը ինչ է, որ ինքը կարողանա նաև իր գինը ճիշտ որոշում կայացնի։ Բայց այս ամեն ինչ անելուց առաջ ամենակարևորը մեր հենց Թերլեմեզյան, հա, արվեստի դպրոցներում եւ այլն դասատուներին մի հատ sense վերև բարձրացնել, իրանց էլ մի հատ պետք է master class, իրանց էլ ապուշ պետք։ Բնականաբար հիմա ճիշտ է, ես շատ չեմ առնչվում իրանց հետ, ես մի քիչ ավելի շատ հենց արվեստագետներդ եմ առնչվում, բայց ես տեսնում եմ ինչ աշակերտներ են ընդեղից դուրս գալիս, ու տաղանդավոր եւ այլն, բայց ամեն ինչը sense մի քիչ laid back, հա, տենց են ասում, չգիտեմ հայերենով ինչպես են ասում։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, ես տեսնում եմ փոփոխություններ, որովհետև փոփոխություն ա եղել այնտեղ հենց ղեկավարն ա փոփոխվել եւ տեսնում եմ փոփոխությունը, ես կարծում եմ շատ հետաքրքիր ու շատ լավ առաջ կգնա այդ ամեն ինչը։ Հենց արվեստի ոլորտի մեջ եկեք անենք։ Եթե դուք պատրաստ եք, ես պատրաստ եմ մեծ հաճույքով։ Շատ կարևոր է դա, շատ իրականում։ Դե օրինակ մենք ընկեր ունենք ակումբում, ով երիտասարդներին, ովքեր ֆուտբոլով են զբաղվում, հենց փոքր տարիքից իրանց նկատում է, օգնում է մարզվել, դուրս գալ նաև միջազգային, այսպես ասած, հա, այդ արենաներ եւ այդտեղ մեծ փողեր կա։
Երբ որ ես ասում եմ մեծ փողեր կա, ես նայում եմ բիզնեսի տեսանկյունից, բայց եթե նայում ենք արվեստագետի կամ սպորտսմենի, մարզիկի տեսանկյունից, դա կյանքի մի ամբողջ ճանապարհի փոփոխություն է։ Երբ որ դու ապրում ես, աշխատում ես մի կամ սովորում ես մի փոքրիկ, քաղաքում ու մեկ էլ քեզ հնարավորություն անձեռում գնալ միջազգային ցուցահանդեսներ, Տեսենք այն ցուցահանդեսից գնալ միջազգային ցուցահանդես, այդ արդեն անունը դա, այդ արդեն հենց արվեստագետին ուժ է տալիս դա։ Իսկ որ երկրներն են ամենահայտնի ու ամենաստատուսով ցուցահանդեսները կազմակերպում, ասացիր Լոնդոն, Լոնդոնում կա ցուցահանդես, Նյու Յորքում կա, Մայամիում Art Basel-ը կա, Art Basel-ը դա Բազել քաղաքում լինում, անձամբ ես եղել եմ ցուցահանդեսը, որ տարին մի անգամ այլնում եւ պատկերացրեք, եթե մի տարի առաջ հյուրանոց ընդ ռեզերվ չանես, դու տեղ չունես մնալու, եթե վերջին պահին դա բոլորը գնում են Բազել այդ ցուցահանդեսերին, որտեղ այդ ցուցահանդեսում հենց Art Basel-ում կարող ես տեսնել մոդե Բոդերոյի գործերը, կարող ես տեսնել Ժակոմետիի գործերը եւ այլն, մեր մոդեռն արվեստագետների գործերը, բայց դրանքից կողքը այլ ցուցահանդեսներ են լինում, որտեղ որ կան արդեն նոր արվեստագետների համար զարգացող process-ի մեջ develop լինող արվեստագետներ շատ հետաքրքիր է։ Կարելի է տեղից սկսել, կարելի է սկսել հենց, չգիտեմ, Art Dubai օրինակ, Art Dubai-ն էլ կողքնա մոտ է, դա էլ է շատ լավ անուն տալիս։ Այդ փոքր ցուցահանդես անելը տալիս արվեստագետին մի 2 տարվա էներգիա եւ ուժ եւ ստեղծագործության հնարավորություն, որը որ եթե կարող ենք տալ որևէ մեկին, ստման շատ հետաքրքիր կլինի։ Դե, այս թեմայով մենք խոսանք եթերից դուրս, ինձ հետաքրքիր է ու մեր գործարաններն էլ ունենալով կապիտալ, հաճախ փնտրում են, ինձ են հարցնում, օրինակ ակումբումով ունենք, օրինակ մի մասը շինարարության մեջ այդ կապիտալը դնում, մի մասը տարբեր ֆոնդերի միջոցով բաժնետոմսեր է առնում, իսկ ըստեղ ամեն ինչ որոշում է շահութաբերության տոկոսը։ Այո, բայց մի հատ բան կուզեի նշել, ճիշտն ասած, որտեվ ինչպես ասեցի, մեր գինու պահով մենք որոշեցինք Հայաստանում մի հատ լավ տեղ, այսինքն ներկայացնել բոլորին, բոլորը մեր մաս իմանա, նոր սկսենք դրսում։ Նույնը արվեստի հետ կապված է։ Եկեք սկիզբը այդ ամեն գումարը կամ հնարավորությունը, որ կա, ներդնենք հետևյալ կերպով։ Տեսեք, օրինակ Լիբանանի վրա օրինակը տամ, Լիբանանում կան շատ լավ բանկեր, բոլոր բանկերում արվեստի գործեր են եւ իրենց լիբանանցի արվեստագետների գործերն են, իրանք գնում են դա։ Եվ ինչ են անում։ Պատահական չէ, որ Լիբանանի բանկային համակարգը շատ զարգացած տարածաշրջանի շատ զարգացած չէ, նո չհաշվենք այս վերջի մի քանի տարվա կրիզիսները ֆինանսական։ Բայց առաջ ես գիտեմ, որ ամենազարգացածներից շատ լավ բանկային սեկտոր ունեն եւ ոչ միայն բանկերը, լավագույն օֆիսները, մեծ օֆիսները իրենք չեն բերում պոստերներ կախում պատին կամ սիրուն պատը ներկում, իրենք արվեստի գործեր են գնում, չեմ ասում $100,000 $500, $300 տեղից սկսում է, ինչ են անում, եթե օրինակի համար վերցենք մեր բանկերից մեկը, օրինակ Ամերիա բանկը, Կամարը, ինչ գեղեցիկ ֆոյե ունի, այնտեղ ցուցահանդես անել, պարզ մի քանի երիտասարդների ցուցահանդես անել ու մի քանիսին քաջալերել, գնել եւ այդտեղ կախել, պատկերացնում եք ինչ հետաքրքիր կնի։ Ու տեղից է սկսում, նախ դու սկսի քո երկրում զարգացնել, եկեք հետո գնանք այն շուկան, միասին զարգացնենք։ Շատ հնարավորություններ կան, մեծ կազմակերպությունները չեն գնում, կարող են գնեն թանկ աթոռ գնեն, որը արժի իրոք մի արվեստի գործի, բայց չգնեն արվեստ։ Այո։ Ընտիր։ Ես կարծում եմ դա եկեք այդտեղից սկսենք, որ ավելի ճիշտ քայլերով գնանք առաջ։ Շատ լավ։ Okay։ Պայմանավորվեց, մենք ոնց որ լավ դիլ ունենք արվեստագետների հետ, հիմա զանգեր կսկսեմ ստանալ։ Դե պետքա դա զարգացնել։ Իմ համար գիտես ինչով է շատ հեշտ էս ամենը, որ ես նաև նայում եմ մարդկանց արխետիպերով, օրինակ երկու արխետիպը, մենք եթերից առաջ խոսեցինք, դու երկու արխետիպ ունես, երկու արխետիպը դա արվեստի եւ տաղանդի, ստեղծագործության, ստեղծարարության արխետիպն է։ Օրինակ ես հիմա որ աշխատանքի մարդ եմ ընդունում, ամեն հաստիկի համար ինձ հստակ պարզա թե որ արխետիպով մարդը որ հաստիկի գործն անում լավագույնը։ Օրինակ, եթե վաճառքից ենք խոսում, 6 արխետիպով մարդիկ իդեալական վաճառողներ են։ Ես պետք է խորանամ ոնց։ Ես որոշակի ինֆո քեզ կտամ, եթե երկու արխետիպ է, իրանք արվեստի մարդիկ են, ստեղծելու մարդիկ են, այդ երկու արխետիպը դա նաև կանացի էներգիայի մեծ արխետիպ է։ Եթե օրինակ մեր հանդիսատեսնել երկու արխետիպ ունեցող շրջապատում մարդիկ ունի կամ երեխաներ նույնիսկ, երկու արխետիպ այդ
տաղանդի, արվեստի, կանացի էներգիայի, ասենց մի հատ մարմնավորում են այդ արխետիպի ներկայացնողները։ Հետևաբար իմ համար շատ հեշտ է նայել մարդուն, իմանալ իր արխետիպերը ըստ Յունգի եւ հասկանալ այդ մարդու մոտ ինչը ամենալավը կստացվի։ Պատահական չի, որ ձեր մոտ ընտանեկան այդ արվեստի էներգիան եկել է ու դու էլ նաեւ ծնվել ես այդ երկու արխետիպով ու դա շարունակել ես։ Հա, իրականում ես երբ որ արվեստի մեջ եմ լինում խոսում եմ, ուրիշ ինքը բեմային բան է, իրականում հարթակ է, կարևոր չի դա լինի երաժշտություն կամ օպերա կամ չգիտեմ, արվեստ ընդհանրապես, ոնց որ դու բեմում լինես, միշտ շատ ուրիշ մի զգացողություն է, որ բոլորին չի տրված։ Եվ արի արվեստի թեման ամփոփենք մի քիչ էլ абսուրդ օրինակները, օրինակ բանանը, որը սկոչով պատին կպցրած է, բոլորին հետաքրքրում է, դա ինչ է ու ինչի է դա վաճառում։ Կարծեմ 50 թե 40,000 $. Չէ, ինչ դա ահագին մեծ թվեր էին իրականում։ Դա ինչի մասին է։ Դա փորձեր են իմ ասածներ, հենց որ նշեցի աուկցիոններում իրականացում է, իրենք դնում, իրենք առնում, դες բում են սարքում եւ այդպես անուն է բարձրանում։ Դա process է, որը արվում է։ Անունը դնում են ժամանակակից արվեստ։ Այո։ Ու իրանք էլ առնում են դա։ Ну, փաստացի դիրեկտ իրենք չեն առնում, բայց այդ ամբողջը պլանավորած է։ Հիմա կարող է ինչ-որ մեկը որոշել էր տենց հետաքրքիր քայլ աներ ու ստացվեց։ Իսկ այդտեղ արդյոք չի արժեզրկվում այն, ինչը իրոք արժեք ունի։ Միշտ է տենց, իհարկե, միշտ է տենց։ Այնով որ ունի այդ հնարավորությունը, միշտ կարողանում արժեզրկել այն, ինչ որ չունի այդ հնարավորությունը, ցավոք սրտի տենց է։ Այսօր ունենաս երկու արվեստագետ, երկու ֆանտաստիկ տաղանդավոր արվեստագետ, բայց այդտեղ գա մեկը, որ անուն ունի գումար, ունի մենեջեր, որը ունի կապեր, այդ տաղանդը կորում է։ Ու մի հատ բանան սկոչով կպցնի պատին, հա, X գնով կվաճառի ու բում կանի։ Այո։ Այստեղ շատ կարևոր է, որ audience-ը, հա, ժողովուրդը իմանան ոնց գնահատեն, ինչպիսի գնահատանք տան։ Հիմա պարզապես մենք բոլորս ոնց որ զոմբիացել ենք։ Ну, մեր մասին չի, մեր generation-ի մասին չի, մի քիչ ավելի ցածր։ Ինչ տան, իրանք դա ասում են, «Վաու, եթե դա լավն է, ուրեմն լավն է», բայց արի ու մի ասա տենց չի իրականում, էլի։ Այստեղ նաև կարևոր է մի բան, որ մենք ճանաչենք արվեստը, այսինքն արվեստը սիրելու համար ճանաչել է պետք, եւ ես տնտեսագետ եմ, ինչ որ մեկը ինժեներ է, հա, մենք արվեստի կրթություն չունենք քո նման, հետեւաբար մեզ գոնե մինիմալ ինչ որ գիտելիք է պետք, որ ճանաչենք արվեստը, լավը վատից տարբերենք, թանկը էժանից տարբերենք, անգինը անարժեքից տարբերենք, այդ մինիմալ ինչ որ չգիտեմ։ Այդ մինիմալը գալիս է հենց առօրյայից, եթե լիներ քաղաքի կենտրոնում շատ հետաքրքիր ցուցահանդեսներ, որը հասանելի էր բոլորին ինֆորմատիվ, ինչ որ հետաքրքրություն, այդ նույնաձև, նույնատիպ ցուցահանդեսները չկրկնվեին, այ ձեր նման մարդիկ, ովքեր կապ չունեն, իրենք վայ հələ մի հատ մտնեմ, տեսնեմ ինչ է կատարվում, ուտեղից սկսում է արդեն մարդկանց հետաքրքրությունը։ Ու կա չէ որ օրինակ մարդիկ բացարձակ չեն հասկանում այդ արվեստից, ուսած շատ լուրջ դեմքով իմիտացիա են անում, որ իրանք հետաքրքրված են։ Այդ իմիտացիայի պահին ուղղակի այդ մարդուն ասենք, արի մենք քեզ գիտելիք տանք, հետո գիտելիքով նայի դրան հասկանալով։ Ես մտածում եմ նույնիսկ կարանք ակումբում ինչ որ 1-2 դասանի կուրս մտածենք, քեզ խնդրենք դու մեզ այդ մինիմալ գիտելիքը տաս, որ մենք հասկանանք սա լավ արվեստի գործ է, սա միջ։ Այդ լավ ու վատը ընենց հարաբերական է իրականում։ Արվեստը ինչ է։ Ճաշակի հարց է։ Եթե չխորանանք մասնագիտական, հա, ես մասնագիտական չեմ ուզում խորանամ այդ ամենը։ Առաջին հայացքից դուրը տեկավ, հագուստը դուրը տեկավ, առնում ես, դուրը չեկավ, չես առնում, չէ՞, ասենք օրինակ ես կարմիր գույնի կյանքում երբեք չեմ հագնի, չեմ սիրում, ինձ ինչ է տան կարմիր, ես չեմ ուզենա։ Այդ արդեն բանից է, իսկ բայց ես կարմիր կտավ ունեմ տունը մեծ դրած պատի վրա։ Ուզում եմ ասեմ դա այդ պահին ինչ զգացիր թե չզգացիր, հեչ պարտադիր չի որ դու ունենաս այդպիսի գիտելիքներ։ Okay. Լավ։ Դա այնպես այնպես որ ինտերիերը, բայց եթե խորանաս investment-ի համար գնում անես, հա, պետքա խորանաս, պետքա նայես ով արվեստագետը, ինչ background ունի, ինչպիսի ցուցահանդեսներ արի, իր գնա գոյացումը որտեղից է ստեղծվել։ Արդյոք կապիտալացվելու է ինքը գինը ավելանալու է թե չէ։ Իհարկե, այսօր օրինակի համար ես զանգեր եմ ստացել Բեյրութից, պապան այնտեղ շատ ցենց մեծ public art-եր դրե եւ ոչ միայն public ինտերիերն է, զանգում ասում են ես ունեմ Մազմանյանից քանդակ, կասեք այս գնով եմ գնե հիմա ինչ արժի, երբ որ ես իրենց դա ասում եմ, իրենք ասում են, չէ, ես ինչ լավ է, շատ ուրախանում են։ Այսինքն շատ կարևոր է դու ինչպես ես կառուցում այդ գնա գոյացումը, քայլ առ քայլ, փոքր քայլերով։ Շատ կարևոր է։ Այդպես։
Լավ, դե գանք բիզնեսի աշխարհ, Եկանք։ գինու աշխարհ, պատմեցիր ոնց է եկել գաղափարը։ Ինձ կասես, որ կտորն ես դու անում բիզնեսի, որտեղ նշեցիր, որ ամուսնուդ հետ միասին եք անում։ Այո, բայց ամուսինս չի խառնվում Հա, ընդհանրապես, ամուսնան դու ես ամուսինս հետ, հա, իրականում իր միտքն էր, մնացած ամեն ինչը ես եմ անում, ամբողջ process-ը, ամբողջ իր ես եմ կառավարում, սկսած Խաղողի այգիներում, Խաղողի այգիները ոչ, մենք ունենք մարդ, որը որ հենց մասնագետ է, գինեգործ ունենք, էնոլոգ, բոլոր այդ մասնագետները ունենք։ Ես մասնագիտությամբ գինեգործ չեմ կարող դա կառավարեմ։ Ես ասում եմ ինձ ինչ պրոդուկտ է պետք, իրենք դա իրականացում են բնականաբար մեր խաղողի հնարավորության սահմաններում։ Ոնց որ մենք կապել ենք վաճառքի թիմը, մարքեթինգի թիմը, որը որ Երևանում է, եւ Տավուշում, որը գտնվում է հենց գինեգործարանի կազմով, որը հետևում է մեր այգիներին, որակին, շշալից, ամբողջ process-ները այնտեղ արվում, բայց իր էսթետիկ եւ որակյալ, էսթետիկ, պահանջարկի, վաճառքի այդ ամբողջը ոնց որ ես եմ հետևում։ Այո, որտեվ երկու արխետիպը ամենաճաշակով գեղեցիկը նկատող։ Այսօր գովազանքներ եմ ստանում ահագին շատ։ Դե այդ պատահական չէ, այսինքն քո բոլոր բիզնեսները այս կամ այն ձևով կապ ունեն գեղեցիկի հետ։ Պարտադիր ես չեմ կարող, հա, այլապես չեմ կարող, իրականում դա շատ կարևոր է։ Երևի թե նաև մեր ստիլիստիկան գինու, որ մենք ունենք եւ Տուսի եւ Զոեի, դա իմ ներդրումը շատ մեծ է դրա մեջ, որը պահպանում ենք եւ բարեբախտաբար մի այնպիսի թիմ ունեմ ես, որոնք որ նույնպես նույն ստիլիստիկային հասկանում են, որ պարտադիր չի ամեն ինչ լցնես մինիմալիզմի մեջ, դու կարաս հասցնես այդ ամենագեղեցիկը իրականում։ Շատ լավ։ Գինու հետ կապված մի այսպիսի հարց, ես ինչքան տեսնում եմ զարգանում է այս առողջ ապրելու մշակույթը, հա, այս բրասլետները, ֆիթնես որ կան։ Հա, բոլորի ցավոտ տեղը, մանավանդ գինու խմիչքի ոլորտի ժողովրդի համար։ Ազդում է, արդեն նկատել է, ֆանտաստիկ ազդում է, շատ։ Ես օրինակ եթե առաջ կարայի ամիսը 1-2 բաժակ գինի խմեի, հիմա նկատում եմ արդեն։ Ամիսը։ Ձեր համար ամենավատ հաճախորդն եմ ես։ Բայց դու Իսկ ինչ գինի։ Հին արենի եմ շատ խմում, որտեվ հին արենի Սպիտակ, կարմիր 4 պարտադիր ու խմում եմ մեր ակումբի գործարարների արտադրած գինիները, ձեր գինին, հին արենի արտադրած գինին, իմ համար այդ պրինցիպիալ է, հենց մեր ակումբի արտադրած գինիները, թին գինիները, որը մեր Սուրենն է արտադրում, բայց քանի որ այս ֆիթնես բաները, հա, գadgetները, բաները գնալով զարգանում են, դու մի բաժակ խմում ես, առավոտը զգում ես, որ տարբերություն կա, ու սպորտի հետ, իմ լայֆսթայլի հետ գինին գնալով դառել է անհամատեղելի։ Օրինակ, սուրճի հետ մենք այսօր զրուցում ենք ու հասկացանք, որ դու շատ ես սուրճ խմում։ Կարող են կեսը գինի սարքել, կեսը սուրճ ու հավատա, որ վաղ առավոտյան ավելի լավ կզգաս։ Ես փորձում եմ գինի սիրող, գինի խմող ավելացնել այս պայդրությամբ։ Ոնց ես տեսնում, օրինակ, ապագայում 5-10 տարի հետո ինչ է լինելու։ Կարող է ոչ ալկոհոլային գինիներ լինեն, թե դա հնարավոր չի։ Ոչ ալկոհոլային գինիներ արդեն կան։ Կան արդեն իրականում եւ հիմա շատ մեծ անկում է գնում համաշխարհային գինու ասպարեզում համաշխարհային թվերը որ նայում ենք 30% անկում է գնացել գինու սպառմանը։ Այո։ Եվ գնալով ավելի վատանում է, հենց գինին, եթե խոսում ենք, նույնիսկ վերջերս մենք որ գնացել էինք Ֆրանսիա, իրենց ժողովրդի հետ էին խոսում գինու ոլորտի հենց ասոցիացիայի հետ էին խոսում, իրենք ամեն ինչ փորձում էին անել, որպեսզի փոխեն այդ իրավիճակը։ Այո, գնում առողջ ապրելակերպ ու ամենակարևոր հարցն է, որ ինչով են փոխում գինին կամ խմիչքը ալկոհոլային, դա ոչ հյութն է, ոչ կամ ասենք վիսկին կամ այլ ընտրանի ալկոհոլն, դա ջուրն է։ Այո։ Ջուր են խմում։ Այո։ Ու դրա դեմ չենք երկուս պարագաներ կարելի ասել ցավոք թե չէ, կարծում եմ այլ մենք հիմա ոնց որ բոլորս մխրճված ենք մեր աշխատանքի մեջ, արդեն այդ խմելու պահը չկա շատ, բայց կարծում եմ գինին այն խմիչքն է, որը պարտադիր է, ինքը տենց հավես է, հաճույք է, ինքը գեղեցկության մասին է, ինքը լրիվ ուրիշ տրամադրվածություն է տալիս, բայց ես զգացել եմ Հայաստանում ահագին սկսել են խորանալ արդեն, չեն ասում սպիտակ գինի, ասում են օրինակի համար լալվարի խաղողից, քիչ-քիչ զարգանում է, դա էլ է զարգանում, մի քանի process տենդենց զուգահեռ գնում է։ Գնում է, որովհետև ահագին աշխատանքներ են տարվում եւ գինեգործների կողմից, եւ հիմնադրամի գինու հիմնադրամի գործ, պատկերացեք իրոք շատ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, եւ գինու օրերը, որ լինում է, դա էլ է շատ փոխել, դա շատ օգնել է։
իդեպ էս տարի իրենց 10 տարին է եւ շատ ցենց մեծ Երբ է որ ամսին է հունիսի 5-6-7 հա 6-7 ուրբաթ կիրակի օրերը նույն տեղում, բայց ավելի մեծ մասշտաբով երևի կլինի, տենց մանրամասն չեմ խորացել, համենայն դեպս մենք էլ ենք ներկա լինելու։ Դա էլ է օգնում, դա էլ է մարդկանց մեծ մցրե այդ կուլտուրան, որ գինի կարելի է խմել, գնել։ Միակ բանը, որ այսօր չունենք, դա ինչպես կինոներում սառնանը բացում են, մի բաժակ լցնում են, նստում են կինոյը, չունենք դեռ դա։ Շատ քիչերի մոտ է այդ, բայց քիչ-քիչ կգա։ Դե նայ, շատ ակտիվ հիմա նաև բլոգինգն է գնում առողջ ապրելակերպի, նայում ես 1, 2, 3 միլիոն դիտումներ ունեն այն բլոգերները, ովքեր բժշկական կոնտենտ են տալի, այդ anti-aging ուղղություն կա, հա, որ մարդիկ ուզում են երիտասարդ մնան, հատկապես մեր տարիքում, երբ որ դու արդեն հասել ես այն վիճակին, որ ֆինանսապես կայացած ես, արդեն մտածում ես ինչի մասին, երկար, առողջ ու երիտասարդ կյանքը շարունակելու մասին, ստեղ արդեն ոգելից խմիչքը, ոչ մի գինին դե ամենա, այսպես ասած անվնասն է համատած մյուս խմիչքները, օրինակ ամերիկյան ֆիլմերի մեջ ոնց է վիսկի, անընդհատ վիսկի, դա էլ են իրենք ոնց որ բան արել, այդ ֆիլմերով մտցրել են բանի մեջ, բայց հիմա ես տեսնում եմ, որ գինին էլ արդեն փոխվում է, մարդիկ սկսում են քո ասած ջուր խմել կամ օրինակ բադերի շուկան է մեծանում, տարբեր, չգիտեմ, հավելումներ են օգտագործում, որը պահում է։ Դա էլ բան, գիտեք ինչ է արվում, խնդիրը բարձր ալկոհոլն էր։ Շատերը չեն խմում, որովհետև այդ բարձր ալկոհոլն է, որ ազդում է, չես կարողանում օրվա մեջ խմես, սպասում ես ուրբաթ շաբաթ եւ այլն, բայց հիմա բոլոր տենդենսը գնում է ցածր ալկոհոլ։ Օրինակ մեր գինին դա առավելություն ունի, մեր խաղողն է դա տալիս, մեր տերուարն է տալիս, որ մեր գինին լինի 10% օրինակ ալկոհոլ կամ 12%։ Հայկական կարմիր գինիները չունեն այդ հնարավորությունը, իրենք շատ լավ sense բարձր, որտեվ մենք high altitude, ինչպես ասած, երկրում ենք ապրում եւ բնականաբար ալկոհոլի բանը բարձր է լինում։ Բոլորի տենդենսը գնում է ցածր ալկոհոլ սարքել գինիներ, որովհետեւ առողջ ապրելակերպ գոնե ալկոհոլը ցածր լինի, այսինքն իրավիճակի հետ լուծումներ գտնում ենք։ Հնարավոր չէ օրինակ ունենալ 2-3% ալկոհոլով գինիներ։ Տեսականորեն հնարավոր է թե հնարավոր առանց ալկոհոլի ունենալ, բայց այդ գինի չի այլևս։ Հա, չէ, լինի, բայց շատ քիչ լինի։ Իմաստը, էլ իմաստ չունի։ Հա, որտեվ ոնց որ խաղողի սոկ խմես, խաղողի հյութ։ Հիմա շատ են իրականում նանալկոհոլիկ գինիներ, հենց մենք ինքներս ներմուծում ենք ֆրանսիական ոչ ալկոհոլիկ գինիներ։ Հա, մի քիչ էլ այդ բիզնեսից պատմի, հա։ Հա, ներմուծում ենք այդ ոչ ալկոհոլային գինիները, օգտագործում են երիտասարդները մանկական ռեստորաններում եւ այլն կամ հղիներն են խմում։ Բայց դա գինի չի, դա չի տալիս այն, դա ոտերը չի թույլատրում, դա աչքերը չի փայլում, հա, իրականում ժպիտ եւ այլն, տրամադրություն չի։ Չես կարա ստեյքի հետ կամ ասենք ձկան հետ այդ նանալկոհոլիկը խմել։ Գիտեք, գինին դա կուլտուրա է, դա լայֆսթայլ է։ Կամ դու դրա մեջ ես, կամ դրա մեջ չես։ Համաձայն եմ։ Դրա մեջ երբ որ ես, դու նաև շատ այլ ուրիշ համապատասխան բաների մեջ ես։ Դա շատ հետաքրքիր կուլտուրա է։ Օրինակ դու քանի բաժակ գինի ես խմում միջինը ամսվա մեջ։ Չեմ հաշվել, բայց մենք իրականում շատ ենք։ Մենք նույնիսկ օֆիսում փորձարկումներ, որ անում ենք մեր գինում, մենք շատ ենք խմում դեգուստացիա։ Իդեպ sense մի հատ sense խնդալու հետաքրքիր բան պատմեմ, երբ որ նոր մտա ես գինու ոլորտի մեջ, երբ որ դեգուստացիա ես անում, դու պարտադիր չի խմես։ Դու կարաս խմես, համերը նայես, տեսնես ինչ վիճակ է եւ հետո դա ոնց որ սպիտուն գոյություն ունի, հանես, դուրս հանես։ Ինձ համար դա մի տեսակ ոնց կարամ, հա, դա ոնց գինին հետ ոնց կարելի է գինին թափել, պետք է խմել 1, 2, 10, 15 օրվա վերջ ես հասկացա, որ չէ, ես էլ պետք է սկսեմ գինին այդպես ինչպես որ մնացածն են անում, որտեվ գլխիս ազդում էր։ Ես գինի իրականում խմում եմ, համարյա ամեն շաբաթ մենք խմում ենք գինի, ուրբաթ շաբաթ խմում ենք, լավ տրամադրություն է, պարտադիր չի շշերով, պարտադիր չի շեց մի քանի բաժակ, նույնիսկ մի բաժակ գինին, դա արդեն ինքը տալիս է իր հավես էֆեկտը, սառը, սպիտակ հաճիկով խմում ես։ Ընտիր, դե կավելացնեմ, հետ կբերեմ գինին մի քիչ։ Այո, հիմա ես կմատակարարեմ գինին։ Ես կմատակարարեմ գինին եւ կգամ կհետևեմ։ Okay, վիդեո աչոտ կուղարկենք խմելու բան, այո։ Շատ ես առասարակ այն շարժման կողմնակից եմ, որ մենք մեր ամենաթանկ ակտիվը առողջությունն է եւ երբեմն նույնիսկ ռադիկալ, sense որոշ, օրինակ ես 10-15 տեսակի բաներ կա, որ ընդհանրապես չեմ ուտում, գազավորված, մշակած սնունդ
ամեն դեպքում բայց ունեմ ավել քաշի խնդիր եթե դա էլ չանեի կամ դա եթե անեի չգիտեմ ավելի շատ կլիներ բայց ամենաթանկ կապիտալը առողջությունն է ու հիմա երբ որ նայում ես նույնիսկ բլոգերներ կան ասում են բժիշկ բլոգերներ որ նույնիսկ տարվա մեջ 1-2 բաժակը դա բավականն է տարվա մեջ պատկերացրու համաձայն չեմ հակառակ բժիշկներ կան որ պետք է ամեն օր մի բաժակ գինի կարելի է խմել չէ ու իրականում այդ ամեն ինչ որ մենք տեսնում ենք բլոգերները ինչ ասում են, չգիտես ում հավատաս։ Այսօր այն ամենը չգիտես որ նա ճիշտ է։ Դրա համար ավելի լավ է հիմնվես քո զգացողության վրա, ինչ ես դու դա զգում։ Եթե մի բաժակ գինի խմելուց հետո լավ չես զգում քեզ, մի խմի մի բաժակ գինի, կամ խմի մի քիչ ավելի թեթև գինի, փորձի այլ գինի։ Շատ իրականում կարա նաև ազդի, որ խաղողի գինին ենք խմում։ Դա է շատ կարա։ Ամեն մարդու չի։ Օրինակ ես կարմիր գինի չեմ կարող խմել։ Ես կարմիր գինի խմելուց հետո իմ սիրտը սկսում է այնց արագ տպտպալ, ես ինչ շատ վատ եմ զգում։ Ոտերս, ձեռքերս ուռում են եւ այլն, այսինքն առողջական։ Ես դրա համար միայն սպիտակ գինի եմ խմում։ Այսինքն դա էլ է էքսպերիմենտ, դա էլ է փորձ, քանի որ դա մեր մոտ նոր է, այդ մշակույթը սկսել, ոնց որ վերածնունդն է եղել։ Փորձել է պետք, ես գինի խմեցի, գլխացավ ունեցա, սիրտը սկսեց տպտպալ, լավ չզգացի, բայց կարող այնտեղ կա մի այլ խաղողի տեսակի գինի, մի այլ ռեգիոնի գինի, որը որ շատ լավ ազդում։ Ընտիր։ Դրա համար պետք չի հանձնվել։ Ես միջև վերջ պնդելու եմ դա։ Okay, շատ լավ։ Բայց արի ընդունենք, որ այն թեզը, որ ռադիացիայի դեմ լավ է գինին, դա մարքեթինգային, այսպես ասած, հնարք է եղել, չէ՞։ Կովիդի ժամանակ էլ ինչեր էին ասում։ Որ խորանակ է։ Տաուրին, չէ՞, տաուրինա գինում ես, չէ՞, տենց որ բան կա, թե տաուրինը։ Ես իրականում բաց եմ թողել այդ ռադիացիայի պահի, ես տեղյակ չէի որ ես կուղարկեմ նյութեր, հա։ Նու լավ է գինի ունենք, եթե ինչ-որ մի բան եղավ էս ընթացքում, գինիով կապավենք, այո։ Ինձ թվում է, չէ, դա լրիվ միթ է իրականում միֆ է, որտեվ գինին շատ լավ է առողջության համար, ասում են արյան, հա, շարժման համար շատ լավ է, ինքը լավ է, լավ տրամադրության համար, լավ երեկոյի համար։ Եթե ինչ մեկից նեղացել ես, կարաս գինու շուրջ այդ հարցերը լուծես, բիզնես թոքերի համար, ինքը ֆանտաստիկ միջավայր ու մթնոլորտ է ստեղծում։ Իմ համար գինու մետաֆիզիկ կողմն էլ է շատ հետաքրքիր, քանի որ ինքը աստվածաշնչում օգտագործվող խմիչք է, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բայցը գոյություն ունի, spirit բառը երբեմն նույնացնում են հոգի բառի հետ, հա, եւ սպիրտային ոգելից խմիչք խմելը ոգելից, հա, նաեւ որոշակի սպիրիտուալ, այսպես ասած, ծես է ինքը, հա, մարդու համար, այսինքն եթե դու օրինակ շատ ես ոգելից խմիչք օգտագործում, ըստ էզոտերիկների դու ավելի բաց ես լինում այդ տոնկի պլանի տարբեր process-ների, այն մկաններ թուլանում են եւ այդ պաշտպանական շերտերը բացվում է եւ կարան տոնկի պլանում ինչ-որ process-ներ լինեն։ Նայած ինչքան ես խմում, չէ՞, ամեն ինչի շատը կարա Եվ օրվա ժամը, իդեպ երեկոյան ինչքան մենք մոտենում ենք դեպի գիշերվա ժամի, այնքան այդ սպիրիտուալ ազդեցությունը գինու մեծ է լինում։ Դա թեզ է, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Ես միայն գինին չէ, դա ինչ որ որևէ spirit ոգելիցի հետ է խոսքը գրում, բայց նաև շատ կարևոր է մի այլ հանգամանք ես կարծում եմ։ Մարդու տեսակից էլ է, օրինակ մարդ կա, որ կարա մի բաժակ խմի եւ ինքը ամբողջովին տենց իրեն տենց թուլանա, հա, տենց լավ տրամադրությամբ։ Մարդը խմումա չի ազդում, նայես դու ինչ հոգեվիճակում ես այդ պահին գտնվում։ Դա ինքնակառավարումն էլ է շատ կարևոր։ Այո։ Շատ անգամ եղել է, որ մենք լավ տրամադրություն ենք ունեցել, ասենք ընկերներով եղել ենք, ես խմել եմ լավ տրամադրություն, պետք էր այդ պահին կենտրոնանալ ու ես մի անգամից հավաքվեմ կենտրոնացել եմ։ Դա ինքնակառավարման հետ է կապ ունի, եթե կարաս ինքդ ինքնակառավարես։ Շատ գինի շատ հետաքրքիր եզրեր ունի, նայած ոնց ես իրեն հետ շփվում, ինչպիսի դիալոգի վրա ես դուրս գալիս գինու հետ։ Մենք պետք է գիտես ինչ անենք, մենք պետք է այսօր անպայման գնանք խմելու։ Կամ այո գնանք խմելու։ Ես էլ ճիշտ ասած ես մտածել էի, որոշել էի հետս մի շիշ գինի բերեի, բայց հետո տեսա, որ նման բան չի արվում, մնացած ոնց որ քոր բաների ժամանակ ոդկասթների համար որոշեցի զերծ մնալ, ոնց որ ինտրիգ չանեմ, էլի այդ միտքը։ Բայց մենք sense հետաքրքիր նորություն ունենք։ Մեր առաջի 3 ամենաշատ դիտված ոդկասթների հյուրերին ես երկրորդ անգամ հրավիրելու։ Այս պահին առաջի տեղում Ծյուշնա Coffee House-ի, երկրորդ տեղում Բակուրն է, Մելքոնյան Art Lunch-ի եւ երրորդ տեղում Արսենն Ավետիսյան Red Invest Group-ի։
մենք այս podcast-ը մեծ շանսեր ունի լինելու ճեղքելու եւ մտնելու երեակ հույսով եմ ես խոստանում եմ որ մենք եթե նկարենք այդ երկրորդ մասը իսկ մենք շատ խոսալու բան ունենք արվեստ, բիզնես, lifestyle, գինի անվերջ կարելի է ստիմանալ խոսալ։ Գինին պետք է լինի, միշտ բոլոր զամբյուղների մեջ խանութ գնալուց պարտադիր հայկական գինի։ Ես իրականում ես վերջերս մի հատ sense առնչվեցի ռեստորաններից մեկի հետ, անունը չեմ ուզում տամ, խնդրեցի հայկական գինի, ասես ներողություն մենք չունենք։ Չէ, ես էլ եմ բականում, այո։ Հայաստանում ես դու պետք է դու պարտադիր է ունենաս ուրիշ բան որ ունենաս երկուսը միասին բայց հայկական գինի պարտադիր է ունենալը այսօր մենք բոլորս պետք է գնենք հայկական նու բնականաբար կարանք գնենք արտասահմանյան չեմ ասում բայց պիտի գոնե 80-20% տարբերություն լինի պետք է մեկս մյուսին support անենք նվեր ենք առնում հայկական գինի նվեր առնենք զատիկա հայկական գինի այս շաբաթ առավոտյան մենք եթեր ենք գնալու 12:30 ովքեր դեռ սեղանի գինի իրենց առաջին լինի գնում են տուս գինիները ոչ միայն տուս որևէ հայկական գինի բնականաբար տուսը ված չէր լինի տուս կամ զոյ չէ իրոք ես կողմեմ ինձ համար շատ կարևոր որ մենք ամբողջովին հայկական համ կուլտուրան գինու զարգացնենք մենք առաջ չենք տանում միայն մեր գինին մենք վերջերս ունեցանք շատ հետաքրքիր համագործակցություն Չինաստանում լավագույն սոմելիեներից մեկի հետ որ ես վերջին 5 տարին ամեն տարի լավագույն սոմելիեներ մենք չենք ներկայացել միայն տուց գինի, մենք ներկայացել ենք հայկական գինին, հայկական մշակույթը, մեր տարածաշրջանը, որտեվ պետքա բոլորս դա անենք, որ ի վերջո միտեղ հասնենք։ Եթե ամեն մեկս մերը առաջ ոնց որ տանի, մերը իրենը միայն առաջ մղի, ապա տեղ չենք հասնի։ Ընտիր։ Քիչ մտածելակերպը պիտի գլոբալ լինի։ Ես լրիվ կիսում եմ քո այս եւ գաղափարների վարժեքները ու կարծում եմ որ դա մի ֆրոնտով, մի մեծ նպատակով առաջ շարժվելու մասին է։ Այո։ Ընտիր։ Դե ես ուզում եմ գամ Զարա Մազմանյան Մարթուն առհասարակ։ Ես գիտեմ դու շատ երջանիկ կին ես, մայր ես, գործարար ես։ Մեր կանանց ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է սա ոնց ես համատեղում 4 բալիկ ունես, չէ՞։ 4 բալիկ ունեմ։ 4 բալիկների մամա ես։ 2-3 բիզնեսների հիմնադիր ես, ղեկավար ես ու նաև ակտիվ անընդհատ Այո։ Չէ, նաև այստեղ եմ եկել։ Ոնց ես համատեղում հարցերի հարցն է սա։ Շատ հանգիստ իրականում, քանի որ ես տեսել եմ իմ մաման էլ այդպես է։ Ես այդպիսի ընտանիքում եմ մեծացել եմ ընտանիքում։ Մենք 3 քույր ենք, 3 քույր ենք, երկուսս Հայաստանում ենք, մեկը Նյու Յորքում։ Իմ մաման, պապան երկուսը աշխատել են, միշտ աշխատել են եւ մենք եղել ենք կազմակերպված փոքր տարիքից ամեն ինչ արել ենք ինքնուրույն, ամեն ինչ գիտակցել ենք ինքնուրույն, մաքսիմալ օգնել ենք ծնողներին։ Եվ ես փորձել եմ դա իմ երեխաների մեջ էլ մտցնել իրականում, որ օրինակ աղջիկը մեծ մեր փոքր տարիքից իմ ցուցահանդեսներ էր գալիս, ինձ օգնում էր, արձանները հանում էր, ծաներ դնում էր, ձգում էր, ամեն ինչ անում էր։ Դա կյանքի փորձն է, որը իրենք սովորում են։ Մեծ աղջիկդ նշեցիր 15 տարեկան։ 15 տարեկան, եւ ես կարծում եմ, որ եթե դու ուզում ես մի բան ու սրտանց ես անում, դու ժամանակը գտնում ես, ձևերը գտնում ես։ Եվ այսօր ու լարվածություն չի լինում, չէ՞, դու կարող ես հանգիստ առանց այդ շնչակտուր վազելու, ստեղի ծնդեղ օֆիսից, չգիտեմ, դպրոցից տուն, այդ որ դպրոցից զանգ է գալի, շրջակտուր վազում եմ, որտեվ հաստատ մի բան եղել է։ Դու իրականում կա դա այդ վազքը կա, այդ ամեն օրվա նույնատիպ վազքը եւ այլն կա, բայց դա է այսօր մեր։ Եթե դա չլինի, ինչ ենք անում։ Արձակուրդ ենք գնում, առաջին 3 օրը սենց լավ ուրախանում ենք, որ հանգիստ ենք, երրորդ օրվանից հետո սկսում ես արդեն գժվել։ Դու սովոր ես այս ռիթմին, դու ուզում ես ինչ-որ մի բան անել, մի բան ստեղծես, մի բան անես։ Կարծում եմ հետո գիտեք, դա նաև մարդու բնավորությունից է։ Ամեն մարդ կա, որ սիրում ամեն ինչ sense կարգու կանոնով, ոչ մեկ իր հետևից չընկնի, ժամանակ է պետք եւ այլն։ Մարդկա պանիկա է անում, չէ, ոնց հասցնեմ, ոնց տանեմ, իսկ մարդ կա, որ ասում է, չէ, ես ամեն ինչ կարամ անեմ, կհասցնեմ։ Տենց տարբեր տեսակի լինում է։ Այդ դեպքում մի հարց երեխաներին դաստիարակելու, մեծացնելու, եթե համար 1 սկզբունքը կանոնը ասես քո համար, որը քո կյանքում կիրառում ես, որը կլինի։ Ես եմ օրինակը, ես եւ իմ ամուսինը, մենք ենք օրինակը։ Մենք ինչ անում ենք, իրենք դա կրկնում են։ Ես աղջիկաս վրա նույնից օրինակը բերեմ, որովհետեւ տղաները տիկնիկներով չեն խաղում։ Ես ոնց եմ միշտ իրան սիրել, ինքը փոքր ժամանակ տիկնիկների հետ տենց է խաղացել։
նույն ձև, ինչպես որ ես այդ համովիկս, չգիտեմ, այսպիսի բառերով եւ այլն, ինքը իր տիկնիկների հետ այդպես է, այսինքն մենք ենք օրինակը։ Այսօր ամուսինը ինչպես է քեզ դուրը բացելուց դիմավորում, դու ինչպես ես ամուսնուն դիմավորում, մարտի 8-ը էսա ինչպես է ինքը, երեխեքը դա անցալում են, սովորում են։ Ինձ թվում է մի առաջին օրինակը դա մենք ենք, տատիկ-պապիկներն են։ Այո։ Հետո նոր գալիս է մնացած շրջապատը։ Նու ինչ որ տարիքից հետո շրջապատը սկսում է խանգարել, բայց երբ որ տուն են գալիս, այդ իրանք ուղղվում են։ Չէ, մենք ենք։ Բիզնեսում համար մեկ թեզը որն է։ Մարդկային լինել եւ տարբերություն չդնել քո եւ մյուս աշխատողի մեջ։ Դա իմ հոտ ամենակարևորն է։ Ես եւ մեր մնացած աշխատակիցներս բոլորս նույն լեվելի վրա ենք գտնվում։ Կան արդարությունը գործում է բոլորիդ համար։ Կանոնները գործում են բոլորիդ համար։ Այո։ Դա եւ նաեւ գիտեք ինձ համար շատ կարևոր է իրենք իրենց լավ ու հանգիստ զգան, որտեւ այսօր ի վերջո իրենք են իմ կարևոր սյուները իրենք են։ Ես մենակով չեմ կարա անել այդ ամեն ինչը։ Իրենք են իմ սյուները, ես իրեն շատ սիրում ու հարգում եմ ու Քանի հոգի են։ Ընդհանուր մենք 12 հոգի ենք։ 12 հոգի ենք պլյուս գինեգործարանի աշխատողները։ Ցավոք գինեգործարանի աշխատողները ամեն օր չեմ տեսնում, բայց շատ հաճախ հանդիպում ենք։ Մենք այնպիսի մի միջավայր է մեզ մոտ, որ բոլորը այնպես են աշխատում, որ դա իրենցն է, իրենց գինն է։ Մի շիշ ավել վաճառելուց մեր մոտ ցած մի հատ բում է լինում կամ ինչ-որ մի հաջողություն։ Ու դա հասել ենք նրանց, որովհետև մենք իրոք միջավայրը ստեղծվել է մարդկային է, ոնց հանգիստ է, չգիտեմ, ես ոնց եմ։ Բոլոր խանութներում կա տուսկինիները։ Բոլոր նկատի ունեմ այո, բոլոր սուպերմարկետներում գոյություն ունի տուսն ու զոհեն, այո, բոլոր սուպերմարկետներում, բոլոր մասնագիտացված խանութներում, բոլոր ռեստորաններում, համապատասխան ռեստորաններում բնականաբար։ Շատ լավ եւ մի հարցել 3 ամենաքո սիրելի խոհանոցները։ Քանի որ ապրել ես աշխարհի տարբեր երկրներում։ Առաջին եւ միակ միջերկրային բան Middle Eastern cuisine, լիբանանյան խոհանոց։ Ինձ թվում է դրանից են կոմ ոչ մի խոհանոց գոյություն չունի։ Այո։ Ինքը շատ համով է։ Մանավանդ լիբանանյան տարբերություն շատ մեծ է լիբանանյան, Սիրիայի խոհանոցը, լիբանանյան խոհանոցը ֆանտաստիկ ֆանտաստիկ համեղ է։ Դեռ Երևանում չեմ գտել ես այդ ռեստորանը, որը 100% լիբանանյան խոհանոց կմատուցի, բայց շատ համով է։ Երկրորդ խոհանոցը, որ ես շատ եմ սիրում, դա իտալիականն է երևի։ Հա, իտալիական խոհանոցը պաստաները, լազանյաները, տիրամիսուի համար ես գժում եմ, ես հատուկ գնացել եմ Իտալիա, որպեսզի սովորեմ տիրամիսու սարքել։ Եվ կարամ ասեմ շատ համով եմ սարքում։ Ընտիր։ Մեր իդեպ Coffee House-ի տղաները որ բացեցին Ֆեյնը, Ֆեյնի տիրամիսուն խորհուրդ կտամ փորձես։ Հա, պետքա փորձեմ։ Ֆանտաստիկ է, տղաները էլի Իտալիայում են վերապատրաստել իրենց խոհարարին։ Օ, շատ լավ։ Ես ուր գնում եմ, որտեղ կա տիրամիսու, ես պարտադիր պետքա փորձեմ։ Ընտիր։ Եվ երրորդ խոհանոցը։ Երրորդ խոհանոցը մի քիչ շատ sense ավելի էմոցիոնալ կասեմ, իմ մամայի խոհանոցն է։ Իմ մաման ցավոք սրտի այսօր մեր հետ չի, այլևս, բայց ինքը իմպրովիզ էր անում։ Իր արմատները Վրաստանից էին։ Ինքը շատ զարգացած sense օպերա երգչուհի կին, որը այնպիսի խոհանոց էր անում, որ եւ գեղեցիկ ներկայություն կարող եմ ասեմ իմ մամայի։ Ես մինչև հիմա չեմ կարող իմ մամայի սարկած սալատներից սարքեմ, շատ եմ փորձում, չի ստացվում։ Այդ երեքն են։ Բայց մամային առաջինը կտան է իրականում։ Առաջինը կտան է, հետո քիչացնեմ։ Իսկ հայկական խոհանոցը։ Հայկական խոհանոցը ինձ համար, եթե շատ դժվար է օրինակ այդ տոլման եւ այլն, չէ։ Ես չեմ մեծացել շատ այտենց հայկական խոհանոցային միջավայրում, ինձ համար դա ծանր ուտեստ է, քանի որ ես մեծացել եմ ծովային, թեթև եւ այլն, ես շատ եմ սիրում ավելի տենց թեթև ուտեստներ։ Հայկական խոհանոցը շատ սիրուն է, շատ սիրուն ասելով մենք ինձ թվում է փոխել ենք հայկական խոհանոցը ժամանակի ընթացքում։ Մենք շատ հետաքրքիր սնունդներ ենք ունեցել եւ իրենք չեն եղել տենց ծանր։ Դա ինչ որ ժամանակահատված է եկել, որ հետո է սկսել տենց լինել։ Մենք ունենք շատ գաստրոնոմիան մեր ֆանտաստիկա։ Գիտես, իմ կարծիքով մեր ամենամեծ առավելությունը հայկական խոհանոցի որն է, որ դու կարող ես հստակ տեսնել, այս սպիտակուցա, սա ածխաջուր է, սա ճարպա, սա էլ կլեչատկա է, հա։ Հա, եթե տատիկը չխառնի մեջը, ուրիշ բան է։ Հա, իմ համար շատ հեշտ է ճիշտ սնվել հայկական խոհանոցի ռեստորանում։
եթե ինձ պետք է օրինակ 150 գրամ սպիտակուց, ես գիտեմ ինչ ուտեմ։ Հա։ Դա այս խնդիրը իմ մոտ անլուծելի է, երբ որ ես ճամփորդում եմ, լինում եմ Իտալիայում, իմ կինն էլ է շատ սիրում իտալական խոհանոց, ու երբ որ ես նստում եմ, օրինակ ես չգիտեմ ինչ ուտեմ, որ այդ բալանսը պահեմ։ Արդեն գնաց ու լիբանանյան, երբ որ մենք հաճախ ենք Դուբայում լինում, ուտում եմ եւ լիբանանյան եւ արևելյան խոհանոց, մի քիչ էլի հնարավոր է տարբերակել, հա։ Կարող ես այնտեղ միսը, այո, հա, բայց էլի այն խոհանոցը, որտեղ այդ բանը չկա, իսկ այսօր էլի այդ նույն անտի-էյջինգ ուղղություններից մեկն էլ նա, որ դու բալանսավորված սնվես, այդ կալորիաները, համամասնությունները ճիշտ պահես եւ այլն, իմ համար ուրիշ խոհանոցներում շատ բարդ է դա, էլի։ Այո, համաձայն եմ։ Կարաս հանգիստ ուտես մի բան, որի մեջ ճարպերն օրինակ շատ են, ինքը յուղոտ լինի, օրինակ ուզբեկական խոհանոցը մենք ֆանտաստիկ համով է, բայց յուղոտ է, հա։ Բայց շատ երկար է, հա։ Իդեպ մի հատ հետաքրքիր բան ասեմ, խոհանոցների հետ կապված վերջերս հանդիպում ունեինք մեր Ռուսաստանի ներմուծող կազմակերպության հետ։ Շատ հետաքրքիր միտք տվեց, ասեց ինչու դուք գինեգործները չեք համագործակցում Հայաստանից դուրս հայկական ռեստորանների հետ։ Ինչ ձևի համագործակցել։ Դե գիտեք, այսօր շատ դժվար է իմպորտեր գտնել, հա, դիստրիբյուտոր գտնել այլ երկրում, պրոցեսներ կար եւ այլն եւ այլն։ Ինքը ասում էր, փորձեք այնպեսի մի բան ստեղծել, չեմ կառավարության հետ խոսալ եւ այլն, որ իրենք ձեզ օգնեն դուք կապի դուրս գաք հենց ռեստորանների հետ եւ համադրեք առաջին ձեր visibility-ին կլինի այդպես, որովհետև երկիր չկա, որտեղ հայկական խոհանոց չկա։ Ու բոլոր տեղերում հայկական խոհանոցը սիրված է։ Դա լինի հայկական, դա լինի արևելյան խոհանոց, որովհետև երկուսի մեջ հայկական միքսը կա, հայկական ծննդներ կա։ Շատ հետաքրքիր միտք է ասեց իրականում, պետք է մի քիչ դրա էտել խորանալ, մտածել երևի թե որպիսի հայկական գինու ճանաչելիությունը եւ մեր հայկական սննդի հետ համադրությունը ճիշտ ներկայացնենք մենք Հայաստանից դուրս։ Համաձայն եմ, հետաքրքիր է ինձ արաբական երկրներում վաճառվում է սպիրտային խմիչք, օրինակ Դուբայում դա գիտենք ոնց է, իսկ մյուս արաբական երկրներում, օրինակ Սաուդյան Արաբիայում կամ Սաուդիայում իմ ժամանակ չէր վաճառվում, բայց բոլորը ունեին իրենց տան մեջ բար, ես չգիտեմ ոնց էին ներմուծում, բայց ունեին։ Չէ, վաճառ չկար, օրինակ Բահրենում կար վաճառվող, իդեպ ոչ բոլոր ռեստորանները իրավունք ունեն։ Ռեստորանները իրավունք չունեն ոգելից խմիչք վաճառելու, պետք է լիցենզավորված լինես, եթե 5 աստղանի հյուրանոցի կողքն ես, նոր կարաս վաճառես։ Եվ Ռամադանի ժամանակ բացառվում է, չկա ոչ մեկ։ Ունեին փոքր խանութներ, որը ամբողջովին փակ էր։ Դու զանգում ասում ես, «Էս ինչն եմ ուզում», փոքր take away-ի պատոհան ունեի, սև տոպրակի մեջ մոտենում վերցում ես։ Եվ ամեն մարդու համար նախատեսված էր իրենց աշխատավարձի համապատասխան գումարի կարաս գնում կատարես։ Օրինակ ամիսը 2 անգամ օրինակի համար։ Դա Բահրենում էր։ Սաուդիայում այդ ժամանակ ոչ մի ձև չէիր կարա գնեիր։ Դուբայում կարես, բայց շատ թանկ է, Դուբայում էլ է շատ թանկ, որտեղ 70% է 80% tax ես վճարում իմպորտ անելուց ոգելից խմիչք։ Եվ պետությունը ներմուծողը հենց պետությունն է, որը հետո սկսում է բաշխել ինչպես Շվեդիայում եւ մնացած լիմիտներով բանով չէ։ Այո, օրենքներ կան տենց։ Զարա, ես գիտեմ նաև դուք ունեք ռեստորան փոքրիկ, չէ՞, մեր կանանց մարտի 8-ի միջոցառումը արեցինք ձեր ռեստորանում։ Ռեստորան չի, բար է, ինքը կոկտեյլ բար, classic cocktail bar։ Ինչ թողեցին գամ, դրա համար ես գիտեմ որ։ Բայց մենք գնալու ենք, չէ՞, խմելու։ Ամեն օր մի բաժակ։ Անպայման։ Այո, Piccolo է կոչվում, ինքը նորաբաց է, մենք որոշեցինք մեր ոնց որ թիմով բացել այդ եւ ինքը շատ փոքր է, հենց Piccolo չափի է, կոկտեյլ բարը։ Դոլմամայի կողքն է, չէ՞։ Դոլմամայի կողքն է, ինքը պուջուրիկ է, ինքը շատ հավես vibe ունի, իտալական մոտեցմամբ հենց անունն է հենց Piccolo, տենց մեր բարմեններից մեկի երազանքն էր միշտ որ բար ունենա, անունը Piccolo դնի, ասենք օքեյ, կդնենք Piccolo անունը, ինչու ոչ։ Նենց հետաքրքիր ստացվեց, ճիշտ ասած նոր է բացվել, բայց հենց իմ ուզած աներ, որ այնպիսի մարդիկ կային այնտեղ, որոնք որ մեր տարիքի են, որոնք որ մի գինի են խմում, հետևում ոնց որ բիզնեսի մեջ են աշխատում են եւ այդպիսի միջավայր ենք ստեղծել, շատ հաճելի է։ Ամեն ինչ ունենք, խանութ մենյու կա, այնտեղ կա սիբաս կա, ստեյք կա հատուկ քեզ համար։ Չէ, նախատեսել եւ տիրամիսու կա։ Ճիշտն ասած տիրամիսուն դեռ իմ ուզածը չենք հասցրել անել, հիմա ինձ կնեղանան գոլեգաներս, բայց այո, համով խոհանոց ունենք, բայց ինքը փաստացի կոկտեյլային կոկտեյլ բար է, այնտեղ գալիս է շատ համեղ կոկտեյլներ կան, շատ տարօրինակ ձևի համով ու յուրահատուկ, որ տենց մի քանի բաժակ ես խմում։
No, հիմքը կոկտեյլները։ Հա, դե կոկտեյլների հիմքը հիմնականում տեկիլան է կամ ջինն է։ Կոկտեյլի հիմքը, ինձ թվաց պիկոլոյի հիմքը, չէ, տարբեր բաներ ունենք, վերմուտներով կարա լինի, կարա ջինով։ Գինիները առհասարակ կոկտեյլներ Անում են, իհարկե, փրփրունն են միշտ խառնում, շատ կոկտեյլների մեջ փրփրուն գինի են խառնում, խաղուն գինի, ասում են հայերենով, մենք ունենք տուսով կոկտեյլ էլ ունենք, այո, նայես բարբեն ինչպես նորաձև է դարել այդ պրոսեկոները, չէ՞։ Ճիշտ է։ Ունեք դուք։ Պրոսեկո ունենք, պրոսեկոն ինքը խաղուն գինի է, փրփրուն գինի է, հենց պրոսեկո շրջանից, հայճաշրջանից ունենք, եւ մեր օրինակ Զոեն, մեր փրփրուն գինին, մենք ասում ենք Armenian Prosecco style, հա, ինքը փրփրուն գինի է, բայց sense թեթև խմող։ Հիմա sense Prosecco գինի բոլոր փրփրունները Prosecco են ասում, բայց այդպես չի։ Ահա, okay։ Այդպես չի, հա։ Շատ trendy է, բոլորը սկսել են խմել եւ դա էլ մի կուլտուրա է, որը որ մենք չունենք, 2 տարի է ինչ սկսել է եւ երևի թե մեզ ռուսները բերեցին այդ կուլտուրան, որը շատ շնորհակալ ենք փրփրուն գինի։ Ռուսները ժամանակին բերեցին նաեւ ոդկայի արաղի մշակույթը, մենք կոնյակ արտադրող երկիր սկսեցինք 90-ականներին ոդկա խմել։ Այո, Շատ ափսոսում եմ ես դա, որտեղ ու հիմա չեն կան ոդկա խմողներին բերել գինի խմելու հասցնել։ Այո։ Ես կուզեմ իմանալ ինչ հետաքրքիր պլաններ կա Club Capital-ում, որ դուք պատկերացնում եք ապագա, հա, 27-28 թվին ինչ հետաքրքիր այլ մոտեցումներ է իրականացվելու։ Դրանցից մեկը խոսեցինք, որ արվեստը հա սկսելու ենք իրականացնել, գինի խմելն էլ բնականաբար փոփոխելու ենք, բայց կուզեմ իմանալ տենց ինչ որ ուրիշ յուրահատուկ մի քիչ այլ։ Ես որտեվ այնպեսի մարդ եմ, ես միշտ սիրել եմ ամեն ինչ մտածել, անգլերենով ասում են out of the box, հա, միշտ դրսից եմ փորձել բան անել, որ տարբերվի, ամեն ինչը տարբերվի, ու ես եմ միշտ ակնկալում եմ, որ եթե ինչ որ մի կլաբի անդամ ես եւ այլ, իրանք է տենց գժություններ, հա, տենց էմոցիոնալ հավես հետաքրքիր բաներ։ Ճիշտ է, անում եք, տեսել եմ, բայց այլ ինչ որ հետաքրքիր պլաններ կան։ Բացահայտենք, էլի։ Կան, այս պայն ընթացքի մեջ է, ես ուղղակի դեռ չեմ հայտարարել, բայց շատ հետաքրքիր մի պրոյեկտի վրա եմ հիմա աշխատում։ Հա, դեռ փակագծերը չեմ ուզում բացեմ։ Այդ հարցը նրա համար է, որ ես այդ առաջ գնամ։ Ես անպայման կասեմ, հենց արդեն պատրաստ լինի, բայց ես այն պրոյեկտը, որ հիմա մշակում եմ, այդ պրոյեկտը պետքա լինի համաշխարհային պրոյեկտ, ու դա լինելու է Club Capital-ի հիմքի վրա։ Ու շատ հետաքրքիր ու միջազգային, այսօր մենք ունենք շատ մեծ միջազգային կապիտալ մեր գործընկերակումների միջոցով, ու ես հիմա աշխատում եմ այն պրոյեկտի վրա, որը կօգնի ամբողջ աշխարհի գործարաններին իրար հետ կապել։ Դե տեսեք, հենց այդպիսի բան էի պատկերացնում, որը որ շատ գնահատելի է եւ շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետեւ իրոք մենք բոլորս իրար հետ միասին ենք, ոնց որ ուժեղ ենք շատ իրար հետ, բայց կարանք ավելին անել, կարող ենք ավելին ձգտել եւ անել։ Համաձայն եմ։ Դե իդեպ առաջի անգամ ես խոսում այս մասին, դու չհարցներ։ Ես հատուկ հարցրեցի, չես թե։ Ես նույնիսկ քեզից ուզում եմ ասել, հələ շուտ է։ Չէ, ամեն ինչ պլանավորած էր, չէ։ Դե օքեյ, մերսի շատ հրավերի համար, շատ հաճելի էր։ Այո։ Սուրճը կրճատում ենք, սկսում ենք խմել գինի։ Սուրճի կրճատման թույլտվությունը պետքա կոֆե հաուսից վերցնեմ, որովհետև ոնց է չէ ինչ որ մի ընկերոջ հաշվին կամ ոչ իր հաշվին է մետի անելու, էլի։ Տիրամիսուն ընդեղից կվերցենք, compensate կանենք տիրամիսիով։ Ես տիրամիսուն կառնեմ ընդեղից compensate կանենք, այդպես։ Շատ լավ։ Դե սիրելի ընկերներ, դուք նույնպես կարաք մասնակցեք մեր դիալոգին, տեղափոխվելով մեր երրորդ ազատաթոռին եւ մեկնաբանություններում գրելով ձեր հարցերը եւ Զարային եւ ինձ, եւ մենք կպատասխանենք ձեր հարցերին, քանի որ մենք եռակողմ ոդկաստ ենք նկարում միշտ, որին կարող եք մասնակցել նաեւ դուք։ Զարա ջան, շատ շնորհակալ եմ քեզ, որ եկար։ Այս մեր նկարած ոդկասթի մեջ լիքը մեսեջներ կան գործարարության, կանացիության, ընտանիքի, այդ ամեն ինչը համատեղելու, արվեստի, իմ կարծիքով մեր հանդիսատեսը վերցնելու է լիքը բան, հա, լիքը կարող է մեսեջներ։ Հույսով եմ, տեսնենք ոնց կլինի, մերսի շատ։ Ընտիր, քեզ էլ։